Ողջույն ժողովուրդ ջան, չգիտեմ կապը հիմա ոնց է, հիմա ցույց է տալիս, որ ինչ որ դանդաղ միացում է, ռուսերենով ասած մեդլեններ։ Բայց ասել է, որ եթեր եմ անելու մի երկու բառով անդրադառնալով օրվա թեմաներին եւ իհարկե բոլորիդ ներկայացնեմ, թե Չախոյանը դե արդեն բոլորիդ հասկանալի է, բայց այն Մեսրոպիկին մի հատ ներկայացնեմ ձեր դադին, էլի, հասկանանք ինչի հետ գործ ունենք։ Մի քանի վայրկյան սպասենք մեր ընկերներից միանան ու սկսենք։ Ուրեմն, որքան էլ որ այսօր ազատչփում հաղորդման շրջանակներում անդրադարձել են, ամեն դեպքում հիմա այն Մեսրոպիկին հատկապես մի երկու բան պիտի ասեմ եւ ոչ միայն Մեսրոպիկին, այլ նաեւ ներքին գործերի նախարարին ու вообще իրենց 6-րդ վարչությանը ու հիմա կիմանաք խոսքը ինչի մասին է։ Ժողովուրդ ջան, ոնց է ձենը նորմալ լսվում է, որովհետեւ իմ մոտ ցույց է տալիս կապը թույլ է, խնդրում եմ ասեք ձենը նորմալ լսվում է թե չէ, արագ ու անցնենք գործի։ Ժողովուրդ կգրեք ձենը նորմալ լսվում է թե չէ։ Ես ամեն դեպքում տեղափոխվեմ, որտեղ ստեղ անընդհատ ասում է, որ հարգանքներս բոլորիդ, ողջույն ձեզ։ Ձայնը նորմալ է կարևորը, ձենը ոչինչ, լավ։ Գնացինք, ուրեմն ասեն, ժողովուրդ ջան, դե Տարոն Չախոյան, ինչ է անունը, հա, Տարոն Չախոյան, նրա մասով էլ շատ բան չասեմ, այսօր Free News-ի ազատչփումով ինչքան պիտի ասել եմ, չնայած համացանցում ոնց նայում եմ, մարդիկ կան, ինչ որ հիշել են, որ ժողովրդավարության բաստիոն ասվածը գոյություն ունի, ու չգիտես ինչի ժողովրդավարության բաստիոն ասվածը օգտագործում են ըստ իրենց նախասիրությունների։ Մի երկու բառով անդրադառնամ դրան, հետո խոսենք Մեսրոպիկից, խոսքը մահափորձի մասին է եղել, որը 6-րդ վարչությունն էր բացել, բայց դա թողնենք երկրորդ փուլում, հիմա համառոտ ներկայացնենք Տարոն Չախոյանի թեման։ Տարոն Չախոյանի չէ, Տարոն Չախոյանի մասով շատերից շատ բան արդեն հասկացել եք, այլ ավելի շատ մեկնաբանությունների մասով, որովհետև ես տեսնում եմ ինչ-որ սոցիոլոգներ, ինչ-որ բաներ, քաղ մասնագետներ եւ այլն, բան են անում, փորձում են այս ամեն ինչի մեջ հիշել, որ Հայաստանի Հանրապետությունը իսկապես գնում է ժողովրդավարության ճանապարհով, բայց հիշում են մասնակի։ Ընդ որում Կարեն Սարգսյանը նույնպես է թվում սոցիոլոգ։ Հարգելիներս, այդ լավ եք անում, որ դատապարտում եք, ես ինքս էլ դատապարտում եմ առհասարակ բռնությունը, բայց երկակի ստանդարտներով չեմ դատապարտում։ Երբ որ դատապարտում եմ բոլոր առումներով։ Ու երբեք իմ լեզուն կարճ չի եղել ու ես շատ հանգամանորեն միշտ ներկայացրել եմ այն ինչը որ ներկայացրել եմ, չնայած ակնհայտ իմ քաղաքական պատկերացումների, միևնույնն է երբեմն շատ հաճախ, ոչ թե երբեմն, այլ շատ հաճախ չեմ անգամ խնայել այն քաղաքական ուժին, որին սատարել եմ, որովհետև ամեն դեպքում քաղաքական ուժը ուժ, բայց գոյություն ունեն տարբեր անձնավորություններ, քաղաքական ուժը կուսակցությունը մարդկանցից է բաղկացած եւ ամեն մարդ ունի իր բնավորությունը, իր տեսակը եւ այլն, ու շատ դեպքերում ընդհանուր կանոնակարգից նրանք նույնպես բան են լինում, շեղվում են, ես նման դեպքերում երբեք չեմ խնայել ոչ մեկին, բայց այստեղ ինչ որ sense փորձում են անպայման միանգամից քաղաքական դիվիդենդ հավաքել, դե 26 թիվը արժևում է, չէ, ու ինչ որ բաներ խոսել։ Լավ եք անում,
ձեր գործն է։ Ես, հա, Արտուրը, կներեք։ Լավ եք անում, ձեր գործն է։ Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի դուք ունենաք ազատ խոսելու հնարավորություն եւ ձեր պատկերացումները ազատ արտահայտելու հնարավորություն։ Բայց ես չեմ կարող ընդունել երկակի ստանդարտները։ Եթե ես երբեմն իմ թիմին լինելով թիմի անդամ, միևնույն է, թե ռուսատեսությամբ, թե եթերներով հակադարձել եմ, քննադատել եմ, ձեզ հաստատ կքննադատեմ ու կքննադատեմ ու վստահ եմ, որ դուք էլ պատրաստ եք դրան, որովհետև ամեն դեպքում հանրային գործիչ եք ձեզ համարում, ես էլ եմ ձեզ համարում հանրային գործիչ։ Հիմա ես այսպեսի մի հատ բան ասեմ, էլի։ Ձեր մեջ կա մեկը, ասենք տղամարդ, տղա մի հատ, տղա։ Կա մեկը այլ կերպ ձևակերպեմ։ Ցանկացած տղա, ով որ ասում է, ով ունի ակնհայտ քաղաքական բաներ, ձգտումներ, ու ասում է, որ դե գիտեք ինչ, պետք է զսպել, պետք է չգիտեմ ինչպես վարվել եւ այլն, իհարկե լավ կլիներ, որ այդպես լիներ, արծոտ չէ։ Բայց միևնույն է, եթե դա է միայն առաջ տանում առանց նաեւ ընդհանուր առմամբ իր գնահատականը տալու, ապա ասում է հետեւյալը. ինձ տվեք աթոռ, ես գամ, ինչքան ուզում եք, ինձ քրվեք։ Համաձայն եք սրա հետ։ Կանանց մասով չեմ խոսում, տղամարդկանց մասով եմ խոսում։ Համաձայն եք սրա հետ։ Չեք կարծում, որ այդ ձեր ասած ժողովրդավարությունը վտանգի տակ է, ձեր ասած ժողովրդավարությունը շահարկվում է բռնապետական որոշ ուժերի կողմից։ Իհարկե ես էլ ունեմ հարցեր, թե ինչ են որոշ ուժերի ներկայացուցիչներ դեռևս ազատության մեջ։ Իհարկե ես էլ ունեմ այդտեղ բողոքներ, ու իմ բողոքը այդ մասով մի անգամ չի եւ նուրբ չի, որ արտահայտել եմ, ու դուք բոլորս շատ լավ տեսել եք, լսել եք ու գիտեք։ Հասկանում եք։ Արտուրը Չախոյան այն մարդն է, որ մտել էր դպրոց, օրինակ, բլոգեր Ռոման Բաղդասարյանի հետևից, ու Ռոմանը Բաղդասարյանը երբ որ մտնում էր դպրոց, որպեսզի դա գոնե օգտագործելով բան անի մի քիչ մեղմի իրավիճակը, նա հետևից մտել աղմուկ աղաղակով ահաբեկում էր երեխաներին։ Ձեր երեխաները որ լինեին այնտեղ, բոլորիդ, ես այստեղ անուններ չեմ հնչեցնում, բոլորիդ երեխաները, իմ երեխան լիներ այդտեղ Արտուր Չախոյանից անուչեն չէր մնալու։ Ու ես դա այդ ժամանակ եմ ասել, հենց այդ ժամանակ, ինձ էական չի իրենց միջանձնային հարաբերությունները, ես առհասարակ ոչ մեկի միջանձնային հարաբերություններին չեմ խառնվում ու դուք շատ լավ գիտեք դա, հասկանում եք, երբ որ մտել էր, երբ որ այդ ժամանակ չպատժվեց, դրա համար ես անգամ էլ որոշեց մտնի թաղապետարան, ընդ որում բոլոր նրանց ովքեր որ ասում են այ ինչ է նշանակում, բա գիտեք եւ այլն, հիմա ես ձեզ ուղիղ բան եմ ասում, եկել է կանգնել է թաղապետարանի առաջ, լրագրողի ներկայությամբ ասել է ես հիմա մտնում եմ ընդեղ այս հարցերը լուծելու, այսինքն բերանացի ի սկզբանե ասել է որ ինքը մտնում է հարց լուծելու, մտել է լեր տապոցը կերել է։ Ինչ ունեք այստեղ ասելու։ Բանկար թող ինքը գնար քուչեքում տեսնելու։ Ոչ, իրենց գործը հենց այո, սադրելն էր, խնդիրներ կան, հարցեր կան այդտեղ։ Այդտեղ հարցեր չկան։ Եթե կան մարդիկ ովքեր ունեն հարցեր, ապա խնդրեմ, ես սիրով հրավիրում եմ Facebook-յան համադրել։ Եթե անենք քննարկենք, բանավիճենք, փոխադարձ արգանքի հիման վրա կապ չունի ում հետ կլինի դա։ Բոլորիդ է վերաբերվում արգելիներս։ Ես որպես քաղաքացի դիմում եմ քաղաքացիներին։ Լավ էս Արտուրին հələ դնենք մի կողմ կանդրադառնանք հնդածես, հիմա ինչ վերաբերվում է Մեսրոպիկին։ Եկեք, քանի որ ես այսօր գրառում եմ արել ու խոստացել եմ սրա մասին խոսել, ապա սիրով կխոսեմ ձեզ համար։ Տեսեք։ Ուրեմն 2022 կամ 23 թվականն էր, կներեք որ կամով եմ ասում, որովհետև ինձ հետ այնքան բաներ են տեղի ունեցել այս վերջի 5 տարվա մեջ, որ ամեն ինչը չի, որ կարող եմ ոչ միայն օրով, ժամով կամ ամսով, այլ տարիով անգամ հիշել։ Այնքան սպառնալիքներ ու այնքան ամեն ինչ ա տեղի ունեցել։ Ուրեմն 22 կամ 23 թվականն էր, իմ ընկերներից մեկի հետ, ով եթերը դիտում է հիմա, բիլիարդ ենք խաղում, եկել էր արտասահմանից, մենք սիրում ենք միասին բիլիարդ խաղալ, երբ որ ինքը գալիս է Հայաստան, հիմնականում բիլիարդը իրար սապերնիկներ ենք այսպես կարելի է ասել ու ինձ հաճելի է, իրեն էլ է հաճելի։ Միասին գնում ենք, զբաղվում ենք։ Ու հերթական անգամ եկել էր կարճ ժամանակով գնացել ենք բիլիարդ խաղալու։
Խաղալու ընթացքում երեկոյան ժամը հանկարծ կինս զանգում է, ես ապրում եմ Մալասիա Սեբաստիա վարչական շրջանում, Բանգլադեշում, բնիկ բանգլադեշցի եմ, ծնվել, մեծացել եմ եւ եթե sense շարունակվի դժվար է ես ինչ-որ բան ձեռք բերեմ, այդ եմ, երևի նույն Բանգլադեշում էլ կմեռնեմ։ Ուրեմն Բանգլադեշ I3-ի բիլիարդոցում, ով Բանգլադեշը գիտի դա որն է, I3-ի բիլիարդոցում մեզ համար զբաղվում ենք, իմ տունը ամեկում է։ Կինս զանգում է ինձ, երեկոյան ուժամ, արդեն 10-11-ի կողմերը իմ հիշելով։ Զանգում է, գնել ասում է, տոնը, ինչ-որ մարդիկ են եկել ներկայանում են վարչությունից։ Ասում ինչ վարչություն, բա չգիտեմ, մի րոպե, ասի դե հեռախոսը տուր իրար։ Վերցրեցին ներկայացան 6-րդ վարչությունից։ Բարև ձեզ գնել Սարգսյանի հետ խոսում, ասում եմ, այո, բա 6-րդ վարչությունից է։ Ես մտածում եմ, երևի մի բան իմ վրա են գլորում, էլի։ Ասի, լսում եմ, բա դուք կարող եք գաք տուն, ասում եմ, չէ, չեմ կարող, գամ տուն բիլիարդ եմ խաղում, դուք եկեք բիլիարդ խաղանք, համ էլ զգազորուցենք, ինչ է եղել։ Բա չէ, մենք չենք կարող գալ, առավոտյան ժամը 9-ին կարող եք մոտենալ 6-րդ վարչություն։ Ասում եմ, հա, կմոտենամ։ Մենակ հիմա խնդրում եմ շուտ տնից դուրս եկեք, մարդիկ չանհանգստանան, որովհետև 6-րդ վարչություն ասված երբ որ լսում են, ցանկացած առողջ մարդ որ լսում է, մի քիչ վատ ազգում իրան։ Գնացին, ու ես ընկա մտքերով։ Այ մարդը ասում է, լավ, 6-րդ վարչությունից ինձ խի պիտի հարցնեն, խի պիտի գան մեր տուն, հետո ասեն, լավ, դու արի առավոտը։ Չեմ հասկանում ինչա կատարվում։ Հաջորդ օրը առավոտյան վեր եմ կենում, գնում եմ 6-րդ վարչություն։ Հենց վարչության մոտ տեսնում եմ իմ մյուս ընկերներից մեկին, ով հիմա ոնց որ թե եթերը չի դիտում, բայց հաստատ հետո կդիտի, նրան շատերը դել ճանաչում եք, այդ ընկերոջս եմ հենց այնտեղ մոտքի մոտ տեսնում, բայց ինչ կա, ասում եմ, դե կանչել են, չգիտեմ, տեսնեմ ինչ կա։ Որ տեսնիք հաստատ ուղղակի անուններ չտամ, որտեղ մարդկանց չեմ հարցրել, պետք չի երևի, դա էական էլ չի այս պատմության մեջ։ Բայց իրենք կհաստատեն, եթե հարկ լինի։ Ինչ կա, ասում եմ, դե սենց, կանչել եմ 6-րդ վարչություն, դե լավ, ասի գնամ տնամ ինչա, հետո կխոսան։ Վարձանում եմ վերև, իմ առաջ դնում են 2 հատ ֆոտոռոբոտ։ Ֆոտոռոբոտը գիտեք, չէ՞ որն է։ Թղթի վրա սև ու սպիտակով սենց ինչ-որ ձեր դասավորած 2 հատ դեմք։ Բա առանց ընտրակալների, առանց ինչ-որ բանի, ես չգիտեմ էլ այդ պրոցեսը նման բան նախատեսում, թե չէ, որովհետև առաջին անգամ է 6-րդ վարչությունում։ Ինձ ասում են, ցույց են տալիս 2 հատ ֆոտոռոբոտ, պատկերացրեք։ Ասում են, ծանոթ է այս դեմքը ձեզ։ Նայում եմ, զգում եմ, որ այն մեկինը, որքան էլ որ սև ու սպիտակով է, այնքան էլ հարմար տեսանել չի, ամեն դեպքում ծանոթ է դեմքը։ Բայց մենակ նրա համար, որ ծանոթ է դեմքը, չեմ ուզում ինչ-որ խորանամ, ասում եմ, չէ, ոնց որ չէ, էլի, ասենք ճանաչել բառը դե մի քիչ ուրիշ ձև ենք, չէ, ընկալում ամեն մեկը, ասում եմ, չէ։ Բա լավ, ասում եմ, բա ինչ է եղել։ Ասում եմ, դե մենք ունենք տվյալներ, որ նստած մի կռուգում խոսել են ձեզ վերացնելու մասին, ինձ ասում։ Ուզում էինք բան, խոսում եմ, այսքան ինչ, ուզում էին ինձ ինչ անեն, թե բա տենց, ուզում էին վերացնեն ձեզ։ Նո, տենց խոսակցություն է գնացել, որ գնելին արանքից պետք է անել։ Դե կհիշեք 22 թվականին, 21, 20, 23 թվականներին ինչ աստիճան ավելի ու առավել ակտիվ է, դե հիմա մի քիչ ավելի կարծես ամեն ինչ իր տեղն է ընկել ու մի փոքր իհարկե ես էլ այլ աշխատանքներով եմ զբաղվում։ Ուրց հասկանում էի ժամանակ, թե ինչքան եմ խանգարում ու դա քանի որ այն մի հատ դեպքը չէր, որ ինձ խոստանում էին անպայման գնդակ արել, գյուլել ինձ իմ ընտանիքին, իմ ընտանիքների անդամներին էին զանգում դրա մասին ասում, որ էս երեխեքը տղետ էս ինչ դպրոցում են, խոսքով ինչ ասես, իմ տղեն ավելի շատ բաների միջով անցել իր երեխա վիճակում։ Մի խոսքով, այս ամեն ինչը որ անցել ես ու քեզ ասում են, որ հերթական բան են ասում, բայց 6-րդ վարչությունն է ասում։ Բա դրա տենց խոսակցություն ա եղել, մենք տենց օպերատիվ տվյալներ ունենք։ Ասում լավ, բա հիմա ինչ պիտի անենք, բա մենք բանա նրա աշխատանքներ ենք տանում։ Ես այդ աշխատանքներն տանումը հասկացա հետևյալ կերպ, որ դե երևի հիմա գիտեք խոսքի մեջ լինում է, չէ, սրան պետքա մտ գյուլլես գնա,
բայց դες տրամադրված չես լինում, էլի։ Ասի երևի դες վիճակա դրա համար ես ասած ասում։ Ես շատ գիտեմ, հիմա ամենայն դեպս ես էլ գլխի տակ չդրեցի, էլի եմ կրկնում, որտեվ արդեն սովոր էի նման սպառնալիքների։ Ասի լավ, հիմա ես ինչ անեմ, կարամ գնամ, որովհետեւ ժամանակը սուղ է, գործը պիտի գնամ։ Հավես չունեմ ստեղ մնալ։ Հա, դուք կարող եք գնալ։ Ես վեր եմ կերում գնում եմ։ Գնում եմ այդ ժամանակ դիմադրության շարժումներ, կհիշեք։ Ու հանկարծ այդ օրվա մեջ, այն որ արտգործնախարարության շենքի մոտ sense մատ իրավիճակ եղավ է, որ այն իշխաններ մեկի վրով անցնում, այնտեղ ինչ որ բանը Արցախի դրոշներն էին փակցնում այդ ապակիներին ու մեկն էլ ինչ որ դեղեր ծրում, տես խոսակցություններ էր գնում։ Այս բաները նայելով, եթերները նայելով, արա մեկ էլ տեսնում եմ այդ մարդուն։ Ում որ այդ օրը առավոտը ինձ ցույց են տվել, հարցրել են, ճանաչում ես թե չէ։ Տեսնում եմ իրան։ Դե որ տեսնում եմ, սկսում եմ սրան ուսումնասիրել, նա կենտրոնանում եմ ավելի շատ ու պարզվում է դա Մեսրոպ Մանուկյանն, նա նույն ինքը ավելի օգնականը։ Մի խոսքով հեռուստատեսությամբ եթերի ժամանակ արդեն դե ճշտել եմ, որ ինքն է, բայց չեմ գնում վարչություն էլի, ասեմ, հա, ես տեղն եմ բերել ով է։ Հեռուստատեսությամբ եթերի ժամանակ ասում եմ, Մեսրոպ, դուք ես խելոք կպահես, որովհետև հարցեր կա ու դու էլ գիտես ինչ հարցեր կա, ու եթե ինձ հետ մի բան պատահի, դու առաջին գծում ես։ Այսքան ես աշխարհում միակ մարդը, ում կարամ վստահեմ այս պայդրությամբ իմ անվտանգությունը դու ես։ Որովհետև դու ես կամ բանը պիտի որ հասկանաս, էլի, ու ամեն ինչ անես, որ ինձ հետ բան չպատահի։ Ու բարձում է հենց այդ նույն Մեսրոպն էր, ով որ նստել խոսել էր իմ դեմ մահափորձ անելու մասին եւ այլն եւ 6-րդ վարչությունն էր, ոչ թե ես եմ իմացել դրա մասին գնացել դիմել, այլ վարչությունից էին ինձ կանչել ու տեղեկացնում դրա մասին։ Սա է։ Ասում եմ լավ, ուսած անցնում է, հետո դրանից մի քանի ամիս հետո մի օր իմ փաստաբան ընկերներից մեկի հետ զրուցելուց, արաս ես պատմություն ա եղել, գիտես, ասես ոնց, բախ ես թողել այդպես անցնի ախր։ Դա այդպես չի կարելի, որ եթե դու աշխատակիցներին այդ մասով գազ չտաս ոնց որ ասած, իրենք տեղներից չեն շարժվում, բնական է իրանց հարմար է, որ առնու դնեն, որ իրանք կաշխատեն, ննց կետեմ ես զգուշացնենք ասեն խելոքում է, ես իմ խելոքումն է, թե չէ, բայց խոսքը քո կյանքի մասին է։ Ասի լավ դե անցել գնացել է, էլ չմարանանք։ Վստահում եմ 6-րդ վարչության դաստիարակչական աշխատանքների արդյունքներին։ Անցյալ տարի բոլորը շատ լավ գիտեք, ստացվեց այնպես, որ մի 10-12 օրով գնացի Միացյալ Նահանգներ։ Գնացի Փարիզով, դա էլ եմ եթերով ցույց տվել։ Ուրեմն ամենահետաքրքիրը այն է եղել, որ Երևան-Փարիզ ռեսի մեջ պատկերացեք, մտնում ես ինքնաթիռ ու դեմդ նստած է այն մարդը, ով դրանից 1-2 տարի առաջ քեզ ուծածել է արանքից հանի իրենց ասած։ Նստած է ինքնաթիռի մեջ գնում է Փարիզ, չգիտեմ, հետո Փարիզից ուր էր գնում, թե հենց Փարիզ էր գնում, չգիտեմ։ Ինձ տեսավ գույնը փախավ։ Գույնը փախավ։ Մի խոսքով Փարիզից էլ եթեր եմ արել այդ ժամանակը։ Եթե չեմ սխալվում, աչքից երևի կարող է ինչ-որ բան նամակ տվել եմ, բայց ընդհանուր առմամբ չեմ անդրադարձել։ Հետո հետ եմ եկել, ասում տեսել եք ձեր կյանքում տես բան, որ մարդը ուզեցել է մահափորձ անի քեզ վրա, իր հետ ինքնաթիռով հետո թռնում ես դու, էլի։ Հասկանում եք։ Մի խոսքով, հետո ես Մեսրոպիկը, քանի որ մեր 6-րդ վարչությունը շատ լավ է աշխատում, առհասարակ ներքին գործերի նախարարությունը հիանալի են աշխատում, արդարադատության նախարարությունը, չգիտեմ, ամեն ինչը, մեր դատա իրավական համակարգը, բանից ամեն ինչը շատ լավն է, Մեսրոպիկը ընտրվում է ավականի, ոչ ավել, ոչ պակաս Հայաստան դաշինքով, Մայր Հայաստան դաշինքով, հասկանում եք, Մայր Հայաստան դաշինքի դեմքն է դա, այսինքն մարդ,
ով իր մտքերը ազատորեն ներկայացնում էր եւ ներկայացնում էր հնարավորինս հիմնավոր, ամենայն դեպս ինձ վրա որևիցե դատական գործ այդ մասով չի եղել ու ինչ որ մեկը հերքում չի պահանջել։ Հա Մեսրոպիկն է բաղ, Ռոբերտ ջան, Մեսրոպիկն է։ Հələ թող պիտի գոյելի որ Մեսրոպիկ եմ ասում, ուրիշ բաներ չեմ ասում, որովհետեւ իմ կյանքը խալողը լրպի ծնունդ է, այսքան բան կա։ Չեմ ուզում հիմա տարածեմ ավելի մանրամասն, բայց ինքը շատ լավ պիտի հասկանա, որ Մեսրոպիկ ասելով այն նկատի ունեմ իր ցեղին ազգուն ու տակին, вообще-то։ Հիմա այս Մեսրոպիկը, ես երբ որ բան էի անում, ազատորեն իմ մտքերն էի ներկայացնում օգտվելով սահմանադրական իմ իրավունքից, այդ ժամանակ երազում էր ինձ գնդակահարելու մասին կամ համենայն դեպս այդ թեման գցում էր մարդկանց շրջանակներում, որպեսզի առաջացնի նմանատիպ ցանկություն կամ ներկայացնում էր թե ով է իրանց ամենաշատը խանգարում։ Այո, նույն ինքը։ Բայց այսօր ինքը նույն Արտուր Չախոյան կոչեցյալի հետ հելնում գնում ինչ ասես անում, հետո Արտուրը Չախոյան դրա համար մի հատ ուտում, ու իր նմանները դուրս են եկել, ասում են, բա սա բռնություն է։ Բա հիմի Մեսրոպիկ, այդ տղա նորմալ կլինի, որ ասեմ Արտուր Չախոյանին պետք է արագից հանել, չնայած ես ցանկություն չունեմ, նա ով է ինձ համար, մարդ ով մտել է դպրոց, ահաբեկել է երեխեքին, նա ով կարող լինի ինձ համար, դու գնա գուշակի քեզ համար, Արտուր Չախոյանն էլ թող գնա այնտեղ գուշակի։ Ես դրա մասին այդ ժամանակ էլ եմ ասել, որ մարդը ով մտնում է դպրոց ու իրան adekvat չի կարող պահի, այնպես որ երեխեք են այդ թոհու բոհից ահաբեկում, ես դրա սենսուրն եմ իմ համար փակ թեմա է սա։ Հասկանում եք, իհարկե հարգելով սահմանադրությունը, ժողովրդավարության որոշակի կարգոկանոնները, բայց ասել եմ իմ հարցը չշփոթվեք, որովհետև ես պետական պաշտոնյա չեմ։ Հասկացա՞ք։ Բայց ո՞նց էր ելնում։ Ու մարդիկ կան, խոսում են երկակի ստանդարտներից։ Հիմա այդ մարդկանց եմ ասում, ես իմ մասով, մնացածի մասով տեր չեմ։ Ես իմ մասով եմ ասում։ Արդյոք երբ որ վեր եք կենում, ասում եք ամեն դեպքում բռնությունը դատապարտում դուք չեք զգում, որ ամեն դեպքում երկակի ստանդարտներ եք կիրառում։ Հենց իմ այսքան բանը ասեցի, դե ասեք տեսնեմ, մեկն ու մեկը, այդքան լրագրողները, 40 հատ լրագրող, հիմի վաղը գալու է իմ ոռի հետևից ֆռա, ինձ հարցնի թե ես ինչ եղել, իհարկե չի գալու, ձեռ չի տալիս, չեն գալու, բայց իմի շուխուռ են անում մի հատ, որպեսզի ձեր նմաններն են նստեն ասեն, դե գիտեք, մենք բոլոր տեսակ բռնություններ, բավարար բոլոր տեսակ բռնություններին դեմ եք, սրա մասին էլ խոսում ենք, բա ինչի մեկը թիմի մի բառ չեք գրելու, դե բոլոր տեսակ բռնության դեմ գործիչներ, քաղ գործիչներ, ես շատ գիտեմ, սոցիոլոգներ, ես շատ գիտեմ, բարոյականության բաստիոններ ու եսիմ ինչ էր, բա այսքան բանը ասեցի, հələ մեկը մի հատ մեկնաբանություն գրեք տեսնենք, ինչքանով եք դատապարտում դա։ Թե որովհետև 50 հատ լրագրող չի դրել, ինչով կարա ծխի լսնի, հեսա անգերս էլ եկավ։ Պատմության վրա, որ բիլիարդ էինք խաղում, ընկեր, այդ եմ պատմում։ Հենց այդ եմ պատմում, որ բիլիարդ էինք խաղում ու 6-րդ վարությունից տնից որ զանգեցին, հաջորդ օրը հրավիրեցին 6-րդ վարություն։ Այն որ ֆոտոռոբոտը որ կար, որ ով է եղել, որ մահափորձի թեմա, այս Մեսրոպիկն էր եղել, Արտուր Չախոյանի կողի կողակիցը, այսպես ասենք։ Բա հիմա մեկը մտեք գրեք արա։ Գրեք ասեք իսկապես, քանի որ բոլոր տեսակ բռնություններին են կողմնակից, մենք դատապարտում ենք նաև, որ գնելի հանրային խոսքի իրավունքը եկել հասել է այս կարգի ոտնահարումների ընդհանուր միջև կյանքի համար վտանգավոր բաների, հայտարարությունների ու գործողությունների։ Դե խոսեք։ Չեք խոսելու։ Ո՞ր չունեք, որ խոսեք, ո՞ց կարաք խոսեք։ Սիրուն բաներ գրելով չի, էլի։ Այդ սիրուն բաները չպիտի լինեն երկակի ստանդարտների շրջանակներում, պիտի լինեն բոլոր դեպքերի համար նախատեսված, ու պիտի բխեն այո, հենց սահմանադրական իրավունքից, ու գիտեք ինչ, եւ բարոյական իրավունքից, որի հերն անիծել է կաթողիկոս կոչեցյալ Գարեգին Բեսը։ Ինչ որ բան այն չի ասվում,
Հիմա իհարկե դուրս կգան կասեն, բա մեր սրբությունները, սրանք եկել են մեր եկեղեցին, մեր քրիստոնեությունը, եթե ձեր քրիստոնեության բարոյական կարգ ու կանոնը սա է, ուրեմն թքած ունեմ ձեր վրա, ձեր պատկերացած քրիստոնեության վրա։ Իմ պատկերացած քրիստոնեությունն է ճիշտը։ Հասկացանք իրար։ Դուք չգիտեք ինչ է քրիստոնեությունը։ Դուք առհասարակ չգիտեք ինչ է հավատքը։ Տուվտեք են նայելը։ Եկել են կաղնել են, մարդու նկարի վրա ինչ ասես ծպնում, ինչ ասես խոսում են, այսօրվա դրությամբ, ասենք օրինակ, կանանց եմ հարցնում, տղերքին չեմ հարցնում, կանանց եմ հարցնում, դուք կուզեք, որ ձեր ամուսնուն կամ հորը, կամ որդուն, կամ եղբորը, այսքան ձեր իմացած տղամարդուն, ձեր սիրած տղամարդուն, այդ պաշտոն ունենալ, պետության համար է ծառայում պաշտոն, կարող է պաշտոնյան, ում համար է ծառայում, լավ է ծառայում, վատ է ծառայում, դա հարցի երկրորդ կողմն է, դրա համար այլ ձևեր կան խոսելու, ես ինքս շատ քննադատել եմ, իշխանության էլ ամենատարբեր կառույցներին էլ եւ այլն, բայց ուղիղ վիրավորանք կյանքում չեմ տվել ոչ մեկի, այն էլ սրբությունների մասով, դա սրբափիղ լրպի ծնունդը կարատես բան անի, ուրեմն ձեր իմացած ձեր սիրելի տղամարդը, եթե լինի պաշտոնի, ու մեկը կա որոշի իր կարծիքով քննադատի ու ինչ հայհոյան կուզի տա։ Ձեր հրապարակային ընդ որում։ Դուք կուզեք, որ ճշտով ձեր այդ սիրելի տղամարդը, սես ժպտ, օй, գիտեք բան, սես պատասխանի անցնի գնա ու դուք կասեք այո, տեսեք պապաս ինչ լավ է, կամ ամուսինս ինչ տղա է, կամ աղբերս ինչ տղա է։ Չէ։ Չէ։ Թե հա։ Ես արդեն ամեն ինչ եմ սպասում։ Իսկ տղեկի որով ասում եմ էլի եմ կրկնում։ Այն տղենով որ ասում է, որ պետք է նա իրեմ, չգիտեմ, այսպես կամ այնպես պայեր, գիտեք, օй բան, ուրեմն ասում է հետևյալը, ինձ աթոռ տվեք, եկեք մերս դոմբեք։ Այսքան բան։ Հասկացանք։ Ես էլի եմ ասում, ես ինքս բռնությունների դեմ եմ եղել կապ ու լինելու միշտ, բայց բաներ կան, երբ որ չափերն արդեն անցնում է, ես ոչ թե արդարացնում եմ, ես չեմ արդարացնում, Տիգրան, նկար չմտածեք ես արդարացնում եմ, բայց ես ընկալում եմ դա, հասկանում եմ դա, և ըմբռնումով եմ մոտենում այդ իրավիճակին, այսքան բան։ Մնացած կապիկությունները, ես չգիտեմ, արդեն քիչ էր մնում, ես մի քիչ առաջ հրապարակում արեցի, ինձ թվում էր, որ հեսա առհասարակ տեսնելու եմ, որ քոչասերժական լաչկամորիկները նստելու են ասեն, արա, բա սրա համար ենք հեղափոխություն արի աղբեր բան, սս բաներ են անել։ Այնտեղ մեկը կար լրագրողներից ասում է, այս թաղապետներից որ մեկն է քաղաքացիներից մեկին բան ասել։ Այն որ ուզում ես ասես տա լրագրողներ։ Վաբշե, այդ որ մի քաղաքացին է թաղապետերի հետ տենց խոսել։ Կամ մի հատ ուրիշ հարց տամ։ Բոլորը դա Ռուսաստանում ցանկացած մեկը հենց հիմա դիտողներից է Ռուսաստանում մի բարեկամ, մի ինգեր, մի հարազատ, մի ծանոթ ունեք։ Ազգությամբ հայ։ Իրան ասեք թող գնա մտնի այնտեղ մի թաղապետարան, իր հայկական պասպորտով։ Ու Ռուսաստանի չգիտեմ ինչ թեմայով քֆրտի բանին թաղապետին։ Հələ գնացեք արեք էդի։ Ասեք թող գնա անի, գիտեք ինչ ասելու, արա ասելու եկել վազնարի ինձանից վատ ես, գիտեք խի, ու գիտեք խի, ինչ է նշանակում բանա, դեսա գիտեք մարդը լուսաբանում է խնդիրները և նրան բան, ով է լուսաբան, երբ որ ես էի լուսաբանում խնդիրներ, Մեսրոպիկը ինչ էր գնում վրս մահապորցի թեմա ուզում բացել, վեց են տիպի, որ ես տեղյակ չեմ լինում 6-րդ վարչությունը գալիս է իմ տուն ինձ վերցում տանում ասում է բանա քո վրա մահապորց են ուզում անեն բախյա տենց լինում այդ Մեսրոպիկը բայց խոսքի ազատության մասում այդ Մեսրոպիկի բան ասեք արա
Որում եք, որ ասեք, չէ, Քոչարյանը կամ Սերժը կդրնի մի հատ հետևնից կդպստի, սմիջա մայիսին ուռա կգորակ։ Եկե երբ բան են անում, էլի, յանի մեկն ալին խպելով, մեկն էլի խին խպելով, իրանց արևին ուզում են մարկանց ուղեղի մեջ ուրիշ բան լսել։ Ինձ շատ քննադատած չլնեն ու ինձ լավ քննադատած չլնեն, եղած թեմաների վրա։ Ասեմ ավելին, երբ որ ես ես բան եմ ասում, ես լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, այդ ժամանակ Տիգրան Ավինյանին իմ հաղորդման շրջանակներում ասել եմ դու պիտի հրաժարական տաս, որովհետև քո հերս ինձ արտահայտություն արել։ Քո ներողությունը ես ընդունում եմ, բայց դա միևնույնն է, հետ կա թողնելու ու թիմին այտենց թիմի օգտին կլինի եթե հրաժարական տաս։ Կամ մի հատ հանրապետական կամ դաշնակ, ով իր թիմակիցին, այն էլ այդ մակարդակի թիմակիցի հանդեպ հրապարակային նման խոսք ասի արա։ Այս զոմբլոներ Կակ այդքան, որ ասեք, չկակ ու չեք ասել, ու քանի դեռ չեք ասում, ուրեմն դուք կիսում եք այդ ամեն ինչը, ինչի մասին, որ իրանք գործում են, հասկացաք։ Իսկ ես ինչը չեմ կիսում, հրապարակային չեմ կիսել, ինչը կիսում եմ, հրապարակային կիսել եմ, այդքան դուք ворջ ունեք, այդքան էլ գնել է տղա եղել սաղկյանքը։ Ժորժան կներեք մի երկու տեղ չապերս անցնում եմ, բայց էտա, կներեք, մետ ամեն մեկը պատկերացրեք, եթե ձեր վրա մահապորձ արած մարդը, հետո գներ դառնար ավականու անդամ, հետո դուրս գար արդարությունից ու խոսքի ազատությունից խոսեր, հələ դուք պատկերացրեք, դուք ինչ էիք ասելու, ո՞նց էիք վերաբերվելու, բայց էլ ընտանիք ունեմ, երկու երեխա ունեմ, անչափահաս Աղջիկս մի տարեկան էր թողել եմ օրորոցի մեջ գնացել եմ, եկել եմ սաղի տաշկի դեմը պախատ եմ եղել, այսօր արդեն հեսա սեպտեմբերի 1-ին պիտի գնա դպրոց։ Չեմ էլ տեսեմ ոնց է մեծացել, իմ երազանքների դուստրը, նռան ես։ Իմ ջանից է գնացել։ Այդ իմ տղեն է եղել, որ գնացել է դպրոց, այն դոգ նայող լրպի ծնունդների բալեկը, տղիս տետրի մեջ Բան են գրել, լավ իմանալով, որ իմ տղեն է, վարչապետի հասեին, տղես այդ թուղթը ճղել է, դրել է գրպանը, եկել է տուն, որ ուզեցել է թակուն թապի, տեսա ասի հլար էդ ինչ է, հանես սույս տվեց, ուսուցիչներն նկատողությունը արել, տետրից թերթ պոկաս լինելու համար, բայց ինքը միևնույնն է չի ասել ինչի համար է պոկել։ Այդ իմ տղեն է ժամանակ 10 տարեկան է եղել, 11 տարեկան է եղել, ու այդ աբիդաները ինքն է կերել։ Հələ գնացեք ամեն մեկը ձեր երեխի վրա վերցրեք մի հատ։ Ու ես անգամ ժամանակ չեմ ունեցել դպրոց գնալու, ասել եմ տղես, տակից դուրս կգաս, ասել եմ դավայդ է։ Ընկնենք խոսալով արա, այնքան կխոսանք, այնքան կխոսանք։ Մեջքների ճուճուբուլուզից ծարկաչի։ Անես որ լյուբոյ մեկը, այս թեմայով, կոնկրետ այս թեմայով, կոնկրետ, ես չեմ խոսում ուրիշ թեմաներից, ես խոսում եմ այս թեմաներից, կոնկրետ այս թեմայով, լյուբոյ մեկը, եթե ունի տակը եսի միշ բաներ դնելու, խնդրեմ, եկեք խոսանք, այսով բան անում, փորձում է կապվի Տիգրան Նազարյանը, Տիգրան ջան, ընդունում եմ, աղբեր ջան, զրուցենք։ Տիկո ջան, ընդունի զրուցենք։ Չէ, տղես, ընեշի որ առյուծի ձակաց, ավտանեմ, իմ տղեն ավելի հումանիստ է իրա տեսակով։ Իմ տղեն, չգիտեմ, մի քիչ ավելի նուրբ է, մարդկային է այդ տեսակով, վայրենի չի։ Ճուճուբուլուզի ծառ էր, Աննա ջան, ճուճուբուլուզի ծառ։ Այդպես բաներ գոյություն ունեն ես ասում, հեշտ չի եղել, են էլ հլը հիմի հեշտ է, հիմի շատերը կարան կանգնեն, ով ինչ ուզի խոսա, 20-21 թիվը հիշեք, 22 թիվը հիշեք, ոտաբոբիկ բաց կաբելների վրով վազում է,
Երբեմն հենց ձեր հույսով ցավները տանեմ, այդ դիտորդներին եմ ասում, եւ հիմնական հետևորդներին եմ վաղուց արդեն անգամ ընկեր ու հարազատ դարձած մարդկանց։ Ձեզ եմ ասում, շատ դեպքերում, այն որ ասում եք գնել դուխով, գնել գազտուր, գնել դուխով, ես աշկերտս քորցրած դուխով գազով դրել, ասել եմ իմ հետ են այս մարդիկ ուրեմն։ Առանց ճանաչելու վստահել եմ, վատ եմ արել, չեմ կարծում վատ եմ արել։ Ու հավատալի եմ մնացել այն ամեն ինչին, ինչ ի սկզբանե ասել եմ ու մինչև մի ասում եմ։ Ու այն ամեն ինչը ինչ ի սկզբանե ասել եմ, հիմա էլ ասում եմ, այն սկզբում եթե շատերի համար նորություն էր, զարմանալու բան էր, այսօր շատերիդ մոտ սովորական բան է, որովհետև արդեն ժամանակի հետ պարզվեց, որ այն ինչ որ ասել ենք, այ հենց ասել եմ, այ հենց այտենց է եղել։ Այսօր շատերին էլ չես զարմացնի դրանցով, որովհետև արդեն բոլորը գիտեն իրականությունը։ Տիկ ջան, հեսա մի հատ էլ փորձենք ապեր։ Տիկոս որ ուզում է միանա, ուրեմն ասելիք ունի։ Ու ես կսպասեմ այս մարդկանց, կսպասեմ այն մարդկանց, ովքեր որ ինչ-որ գրառումներ են անում, առիթավորվելով, այս եթերի հիմա վրա կսպասեմ ձեր արձագանքներին։ Տեսնենք այդ ինչ արձագանքներ են լինելու։ Գնացել է, արա, երկրորդ պրեզիդենտ է եղել անունը, կանգնել է հաղորդման բան անում, դասախոսություն է կարդում ուսանողներին, ասում է հայերն են մեղավոր եղել, մեկը չասում նա թելեքելին գնանք վաշե, չգիտեմ, որոշակի գործողության։ Եկեք կապնվենք, եկեք բոլորը մի հատ կապնվենք իրար, տես ես մեկը պատրաստ եմ լյուբոյ բան ձեռնարկելու։ Ես մեկը պատրաստ եմ գիշեր-ցերեկ այնքան կանգնեմ Իսակովի իր տան մեջ, մինչև այդ տունը տնից ինքը թռնի, ինքը կյանքում պետությունից ոչ մի տեսակ թոշակ չստանա։ Պատրաստ եք արա։ Ու այս հասարակ մարդիկ են պատրաստ շատ դեպքերում։ Բայց ձեր նմանները որ իբր բանա հանրային գործիչներ եք, ոչ մեկը էլ չեք անելու դա, որովհետև տենց հարմար չի, տենց վաբշե հարմար չի։ Այս ինչ է, ժողովրդական վարականում բաստիոնում, այս ինչ եք դուք անում։ Շուտ էր պետք անել, որովհետև դա պետության շենքն է, այն մեկ նարեկ ինչեր են, մեկը կար։ Երկու քուլեկով նստած ինձ էին քրվում։ Այսօր հելել են այդ քֆուրների մար պատասխան են տալի, խելոք գնացել են, իրավունք էլ չունեն մի հատ նմանատիպ արտահայտություն անեն։ Դուրս եկել ասում, այս ինչ եք անում դուք, բան։ Ափսոս ես չեմ կարող ասել, թե չեք ասեմ։ Բա խիչ ես կարում ասես։ Բա որովհետև օրենքը ասելա չի կարելի, չէ՞։ Հակած ունեք այդ օրենքի վրա, խրախուսում եք մնացած ասել, ոնց Գյումրի են տատին, խապիկ ղրգիկ բան ձեն հավքելու, փող բաժնելու, լավ իմանալով որ փուրն եք տալիս, տատին փուրը տվեք, արա, տատին փուրը տվեք, որտեղ օրենքը սենց է, կապ չունի, ով է, ինչ ախիա, չի կարելի ու վերջ, չի կարելին էլ կոնկրետ բան ունի, հոդված ունի։ Դուք լավ իմանալով որ այդ հոդվածը ձեր վրա աշխատել է, հանիք տատի ղրգիկ արա, չափսոսացիք բա այդ տատին, ռուբոկ ալ մի հատ, իր արևին ժամանակին Ղարաբաղում մի աշխատած, հելել էր տատին մենք կարողացանք այնպես անել, ինչ կան, կարողացեք փուրը տալ արա, սխալ եմ ասում, քեզ էլ հրավիրել եմ եթերով այդ թեմայով խոսալու, փախել ես այդ տղա, ու մենակ դու չես փախել, դուք սաղը վեշտի փախած եք եղել ինձնից, պատերի տակ նստակ մենակ խոսալցել եք, թե ոնց գնելին վարի տանք, ուրիշ ձեր մեկը տաղա է եղել ես կապակ, 5-րդ տարին է, մի հատ մեջները տաղա է եղել, այդ թուլն եք։ Ու երբ որ դու փորձում ես բան լինես, օրենքներով, իրավունքներով, հարգանքով, բանով, մեկը նայում ես 1-2-3 տես ապրկա, դարան իրակ դեմք, են որ, ասենք Ալեն Սիմոնյանը մեկի վրա թքում է, ասում են, արա լավ, ներողություն, լավ, չնայած ինձ էր վիրավորել, ու ես հակադարձել եմ, բայց ներողություն եմ ասում, սրանք որոշում են, որ դա թուլություն է, հետո
Այն մյուսը դուրս է գալի մի բան անում, ասում է ժողովուրդ կներեք։ Սրանք Ջոգում են դա թուլությունը։ Այն մյուսը ժողովուրդը բանա բարձրաձայնում, իրանք գնում սկսում են գործել տակը։ Սրանք ջոգում են դա թուլություն է։ Եվ ԿՊ-ի պատգամավորներից սա կային, ԿՊ-ի բաներից էլ, աջակիցներից էլ կային։ Սա խայտարակություն էր, այս ինչ տեղի ունեցավ։ Ի՞նչ է խայտարակություն է, խայտարակությունն է, որ Գյումրիու Վարդան Ղուկասյանը ընտրվեց, խայտարակությունն է, որ դոգը հետո ընտրվեց, իհարկե հետո իրենք բաժանվեցին, բայց ամեն դեպքում դոգը ընտրվեց մի հատ, ու խայտարակությունն է, որ այսօրվա դրությամբ երկու հոգի Մեսրոպիկը, ով բանա կոնկրետ մահափորձի թեմայով բանահար է, այն մյուսն էլ ում ինչ ուզում ասում է վրել էլ գործը կա, գնում վարչական շրջանում կանգնում է, մածուն է թափում, ես չեք բանման, այ էտ է խայտարակությունը, դա խի ժողովրդավարությունն է, մի տեսակ դեգրադացված ժողովրդավարություն եք տալկատանում, ու այս ամեն ինչը, դա դա իրավական համակարգի վզին է, վզին, հաստաբանների, իրավաբանների, այդ ինստիտուտները հազարներով ավարտածների, վերապատրաստումներ հազարներով անցածների, այդ իրավունքից և այդ ձեր խելացիներից, մենք նվաստներս ձեր խելացիներին ասում ենք, ձեր վզին արա, ձեր ու կաթողիկոսի, որովհետև օրենքի մասով դուք եք պատասխանատու, ինչ-որ բաներ չի, գնացեք փոխեք, առաջարկներ արեք, փոխեք, աշխատեք ժողովրդի հետ, բան արեք, ոչ թե բանել չեք անում, ես մեկ էլ այն մյուսի, որը որ բարոյական օրենքների պիտի պաշտպանի, բայց արի ուտես, որ ճիշտ հակառակը, մի հոգի, մի հատ սրբազան բարոյական բան խոսացեն, անել են տրած։ Պիտի իրավապահները զբաղվեին այն ժամանակ, երբ որ Արթուր Չախոյան անուն ազգանունով ռուսական պասպորտով որոշակի անձնավորությունը, ոմնը, մտնում էր հայկական դպրոց Երևանում և իր աղմուկ աղակով ահաբեկում երեխեքին։ Այսօրվա դրությամբ միլիցիա են ծեծում լերնականում, մեջ պիտի անեն, իսկ ինչ պիտի անեն։ Հիմա ես ես հասարակ բան ասեմ, այսօր ընկերոջս հետ զրուցելուց էի ասում, ասում տես, եթե բիլիցու վրա կարան հարցակվեն, ոչ մի բան տեղի չունենա, կարան քրփեն, բան տեղի չունենա, կարան վրեն կայֆավատ լնեն, բան տեղի չունենա, վերջում էլ բռնեն տփեն, էլի բան տեղի չունենա, ապա ես իմ անվտանգությունը ինքնուրույն պիտի սկսեմ, չէ՞ պաշտպան, ասենք ոչ պիտի մտածեմ, ասեմ արա ախպեր ինչ գործ ունեմ սրանց հետ, կանգնի ես իմ գլխի ճարը տենամ, ճիշտ է։ Գնալու եմ ընկնեմ տենամ մի հատ անօրինական զենք որտեղ եմ ծախում, առնեմ, բերեմ գցեմ բագաժնիկս, մի հատ էլ դանակ ջեբս, ճիշտ է։ Այսինքն ոստիկանները լինելով անպաշտպան, շարժվելով ձեր ասած բան պսևդո ժողովրդավարության ստանդարտներով ինձ դարձնում են հանցագործ, ճիշտ է, վերջացավ։ Իմիջայլոց, մի բան էլ ասեմ, հիշում եք այն տղայի մասին, որ խոսում էի 44 օրյային բան արած, վիրավորված ու մեքենայի միջից պռավան գողացել էին, հետո գնացել էր որպեսի նորը աներ, ասել էին պիտի գնաց դեռ բան անես, մի ամիս էլ հոգեբուժանում պարկես, ՆԳՆ-ին էլ գրեցի, նշեցի, այդ ձեր SMM-շիկներին խի եք պահում, եթե պիտի պատասխան չլինի, նախ սկսենք ըստեղից արա, բանա, ոնց ասես հարցը տվեցի, ասում լավ, դրա մասին մեկ գբացեք, դրանից հետո հանրային քննարկում եղավ, իսկ ես խաբարել չեմ եղել, որ մասնակցեմ, չնայած հասարակական կազմակերպության ներկայացուցենք, այնտեղ մարդիկ ինչ հարցեր ասեց տվեցին, հասարակական կազմակերպությունների ղեկավարներից շատերը տեսել էին իմ այդ եթերը ու իրենք էլ այդ հարցը ունեն ես ոնց, բայց եկան կանգնեցին ՆԳՆ-ի դեմը, հանրային քննարկման ժամանակ ազգային ժողովում նա մեկը այդ հարցը չբարձրացրեց, ասել լավ գնելը ստեղծի կանգնի, բայց այդ հարցը կարևոր հարց արա 44 օրյային վիրավորված տղի մասին է խոսքը։ Այս պատմությունը հիշում եք, չէ՞։ Հիմա ես ձեզ ասեմ դրա ելքը որն է եղել։ Ասեմ, մի հատ իմ
ժամանակ ինչ հանրություն ենք մենք եւ ինչ կառույցներ ունենք։ Այդ տղեն վերջերը հավաքել է գնում է Ռուսաստան։ Դե գնացեք կայֆավա տեղեք ու այս մտքի հետ քնեք։ Հավաքել է գնում է Ռուսաստան։ Այս պայն որ ձեր հետ խոսում եմ, հնարավոր է ինքը արդեն գնացել է։ Իսկ վարչապետը հետո կառավարության նիստում նստում է, ասում է անարդարության զգացողություն, կենցաղային հարցերն է։ Իսկ ես 1000 անգամ ասել եմ, որ պարոն վարչապետ, կենցաղային հարցերը չեն, անարդարության զգացումն է։ Եղել է դա 94 թվականների արտագաղթից մինչև այսօր։ Բոլոր դեպքերում պատճառը միայն ու միայն դա է։ Ոչ մեկ հաց վաստակելու համար չի գնում արտասահման։ Ոչ ոք։ Կարող է ինչ-որ ժամանակ Ռուսաստան գնում էին գործ անելու։ Հետո երբ որ աշխատում են, միևնույն է, հետո ընտանիքներին տանում են, բայց ընդհանուր արտագաղթը, որպես այդպեսին, եղել է ոչ թե հաց վաստակելու համար, այլ առաջին հերթին բարոյական նորմերի չպահպանման մասին, որ մարդիկ չեն տեսել թունելի վերջում լույս։ Հիմա այս տղեն հացի խնդիր ուներ, որ գնում էր 44 օրյային վիրավորում ստացած զինվոր։ Հացի խնդիր ուներ, որ գնում էր, ոչ։ Ու այդ ամեն ինչը տեղի ունենում, գիտեք ինչի համար, որպեսզի Հայաստանի Հանրապետություն գոյություն չունենա։ Բայց գրող եք գրել իհարկե։ Իք ջան ոնց ստացվեց ապել։ Վերջապես մեռա։ Ժողովուրդ ջան, ծանոթացնում եմ Տիգրանը Free News-ի իմ առաջին ռեժիսորն էր հաղորդման, ով վաղուց էլ ընդեղ չի։ Լավ է։ Ցավոք սրտի, չնայած էլի լավ մարդիկ են էլի այնտեղ աշխատում, բայց ամեն մեկն իր տեղն ու դիրքն ունի։ Մենք մեր հաղորդումը սկսել ենք Տիգրանի հետ ու երկար ճանապարհ ենք անցել, շատ դժվարություններ հաղթահարելով, շատ վիճելով, բարիշելով, կռվելով, հետո պերերի վանելով։ Լավ է, չէ, մերը վեճ չի եղել, մերը եղել է միշտ մենակ ստեղծագործական վեճ։ Մենք դրա անունը դրել ենք ստեղծագործական վեճ, որ խուսափենք ամեն տեսակ բաներից, այլատիացություններից։ Այո։ Ամենայն դեպս բոլորի բարի մի րոպե կներես։ Սամվել Ավետիսյան գրել ես իսկ որ Թաղապետարանում մարդ են ծեծում բարոյական է Նիկոլը Թուրա։ Սամվել, արի ես ասեմ։ Թող ես էլ ասեմ։ Մի րոպե, նոր ամտել մեր ընկերը, երևի կուրսի չի։ Սամվել ջան, ես արի քեզ երկու հատ խնդրանք ասեմ, լավ, եղբայր։ Խնդրում եմ քեզ, պարզապես խնդրում եմ քեզ։ Գիտի, այս եթերը սկզբից ցավը տանը, ընկեր ջան։ Նորմալ է, դու ինչ ուզում ես, բոլորս ազատ ենք մեր խոսքին։ Այս եթերը դիտում ես սկզբից ու խնդրում եմ քեզ, էլի երկրորդ խնդրանքսել ենա, որ այսօրվա ազատ շփում հաղորդումս էլ դիտես։ Այսօրվանը։ Այդ երկուսը դիտում ես ցավը տանը, ընկեր ջան, իմ սիրելի հայրենակից։ Այդ երկուսը դիտում ես, եթե ունենում ես հարց, ես ուղղակի չեմ հիշում, մենք Facebook-ով ընկերներ ենք, թե չէ։ Եթե Facebook-ով ընկերներ ենք, Messenger-ով արձագանքում ես։ Եթե Facebook-ում ընկերներ չենք, պարզապես ժամանակ որ Messenger-ով արձագանք ես, հնարավոր է ինքը գցի spam, ու ես չտեսնեմ, ինքնդ միլիոնավոր նամակներ կար։ Խնդրում եմ քեզ, ինձ անձնական զանգ թողնես, վաղը 2-ից 3 անգամ ժամանակահատվածում ու զրուցենք։ Իմ հեռախոսը համարել Facebook-յան իմեջում ճպծրած է ի տարբերություն որոշների։ Ցավը տանը, որտեղ հիմա եթե ես վերադառնամ քո հարցին պատասխանելու ստացվելու է ամուշ եթերն ու այսօր ազատ շփման եթերը նորից եմ կրկնում։ Հասկացանք իրար, ընկեր ջան։ Շատ շնորհակալություն, եթե հասկացանք։ Այսքան բան։ Ես կսպասեմ քո արձագանքին։ Ինձ անհրաժեշտ է քո արձագանքը, քո տեսակետը իմ ասելուց հետո, իմ մանրամասնելուց, դու հարց ես տվել, ես մանրամասնել եմ դա։ Այդ մանրամասնելուց հետո նոր հետաքրքիր կլինի, եթե համաձայն չես լինի, ավելի հետաքրքիր կլինի, ինչ ապատայել, ով ասել, որ պիտի բոլորը բոլորի հետ համաձայն լինեն, բայց ամեն դեպքում զրուցելու բան կունենանք, օքեյ Սամվել ջան, լավ երեկո եղբայր, հիմա շարունակենք Տիգրանի հետ, քեզ խնդրեմ սիրով կարող ես մնալ ու լսես մեզ, ո՞նց ես Տիգրան,
Նորմալ գնել ջան, նայում եմ, եթե նայում եմ, հետևում եմ, նեն չի որ չենք աշխատում իրար հետ, ուրեմն կապ չկա, չէ, կապը կա, թեկուս եւ սենց, բայց դե Գնել ջան, ուղղակի նենց չդիմացա, ես այսօր ամբողջ օրը լրահոսին էի հետևում, դե գիտես, գործի բնույթով ես էլ եմ հետևում, ուղղակի այն որ սենց եռացել եմ մեջս, փորձում էի սենց քոնոմ սենց ուժերս հավաքեմ, զսպեմ, չարտահայտվեմ, այն էլ չէ, չկարեցա։ Գոնե մի երկու բառով ասեմ, ես էլ էլի մի քիչ հանգստանամ։ Ուղղակի ես դառել եմ այն պատմական քարը։ Գիտես եք որ քար է։ Այն որ մի հատ մեծ քար ա լինում հեքիաթների մեջ, այն որ ասում է գնաց դարդը քարին պատմեց։ Ահա։ Դե հիմա ես արդ եմ։ Բոլոր այդ դարդերը ինձ Չէ, ես ոչ թե Ես ուզում եմ ոչ թե դարդս պատմեմ, այլ ուզում եմ բոլորի հետ կիսվեմ այն մտորումներով, որ գնել ջան, բայց վերջը ի վերջո ժամանակը եկել է, իրոք ժամանակը եկել է։ Մենք հա ինչքան էլ ասում էինք, ադե սենց պետք է արվի, նենց պետք է։ Հիմա ես կմանրամասնեմ ինչի մասին է խոսքը։ Դավայ, դու ես մի քիչ սենց նստեմ, ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում, քանի որ եթերը թույլ չի տալիս ծխել, ես մի քիչ սենց նստեմ 3 րոպեով մինչև Տիգրանը իր ներածականը, այսպես ասած, կասի։ Դավայ, Տիգրան։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք, հա, մենք ամեն անգամ խոսում ենք, ասում ենք դե սենց պետք է լիներ, դե նենց պետք է լիներ ժողովրդավարություն, չգիտեմ, մարդասիրություն, եսի ինչ, բայց վերջի իտոք մենք եկանք այսօրվա դրությամբ այն վատ երևույթները, որը որ մենք գիտեինք, արդեն նախորդ գիտեինք, որ էս էլ է լինելու, այն էլ է լինելու, նենց էլ է լինելու, բայց այսօր մենք եկանք այն աբսուրդի արդեն ինձ թվում է այն կարմիր գծին, որ այսօրվա դրությամբ ոմն նախագահ կարող է հանգիստ իրան նենց արտահայտություններ տա, նենց իրան կներեք բառիս նու էշերը տունիզներ են Անցնում ենք, այսքան հիմա մենք անցնում ենք Քոչարյանի հարցազրույցի։ Չէ, մի րոպե հետո ասենք, պրոստը մի 2 ժամ մտեղ խոսալու ենք ու ես իրոք պատրաստ եմ։ 2 ժամ չկա, ես հեսա բերեմ այն գծին, որը որ ուզում եմ ասեմ, գնել ջան, մի խանգարի, թող։ Դավայ։ Դու կոմար խոսում ես, քեզ չեք խանգարում, չէ։ Արա ես օրը 40 րոպե էֆիրով խոսացել եմ, դու մենակ նկարահանել ես, չես խանգարել։ Դավայ։ Դե, բայց ուզում եմ։ Լավ, ամենայն դեպս։ Ուրեմն, նայեք, ոմն երկրորդ в общем, նախագահը բանը Վասուլիսա Տալիբան հայրն են մեղավոր պատերազմում բան ալբանացին նստած լուրջ դեմքով ինչ որ բաներ ա խոսում չնայած ինքը ալբանացի չի ինքը ապացուցված թուրք է ադրբեջանցի հայր է եղել բայց դե լա խոսքը դրա մասին էլ չի Բերել են երեխեքին նստեցրել են ախր Ստեփա Սաֆարյանն էլ լսեցի ինքն շատ լավ բան ասեց ասում է երեխեն նստեցրել ասում է դուք հիշում եք ասենք այդ երեխեն 18 տարեկան է էլի ասում է դուք հիշում եք 25 տարվա պատմություն է պատում դե դուք հիշում եք չէ որ սենց բաներ նենց բաներ ինչ որ սենց աբսուրդային բաներ ասում սենց նա առասում լավ լուրջ էս ինչ որ հիմա ես տենում եմ սա իրականություն է դե ուղղակի կարող է chat GPT-ն ասել կամ չգիտեմ ու լրագրողն է ճակերտավոր sense ինչ որ լուրջ դեմքերով նո նախորդ գրած հարցեր վատ մոնտաժած ընդհանրապես այդ մի ժամանոց տեսանյութը որը որ ուղարկել էին ես լինելով մոնտաժող շատ վատ էր մոնտաժած որովհետև առաքուղանությունով էլ չէր կապնում էլի ախր Գիտորեն էին նայում էլի հա դե լավ ֆիլտրել էին բան որովհետև լիքը հաստատ էշություններ ավել էշություններ էր էլի ասել ուղղակի էլ մտածել են չէ դե էսի տուֆտում է էլի լավ էսի հանենք էսի կտրենք էսի լավ շատ վատ մոնտաժած բաներ անցանք առաջ լավ էսի մի կողմ ինչ եմ տեսնում Facebook-յան ճակերտավոր լրագրության մեջ նախագահը սենց նախագահը նենց բան ու զգում եմ էլի որ խոսքերը արդեն սենց մաքսիմալ ֆիլտրած մաքսիմալ սենց կոռեկտության մեջ, որովհետև երևի այդ գորե լրագրող ոնց ասում եմ ախր լրագրողը լեզու չի ֆռմել լտարի կողքով պլստացած ինչ որ սղացած ինչ որ մարդիկ են ինչ որ վերբալներ են որոնք չգիտեմ ախր կլյաուզնիկ էլ չեն որ ասեմ կլյաուզնիկը մի քիչ պրոֆեսիոնալ բան է էլի ուզում եք նա կլյաուզնիկ բան պատմեմ դիքստեր մի դա չես թողում դիտավարտի հետ այդ վերբալների մասով մի կարճ բան պատմում ասա ուրեմն ազգային ժողով
եմ բանա փակ քննարկումը բաների անհետ կորածների ծնողները եւ ալենսմենը կազմակերպել էին բանը գերատեսչությունները բոլոր ներկայեն փակ քննարկում էր լրագրողները դրսում էին բանը անհետ կորածների եւ գերիների ծնողներն էին այնտեղ ու հարցեր կարող էին որոնք որ բնականաբար չի կարելի որ բան լինի հա ես այնտեղի ծնողների խնդրակով որպես հասարակական կազմակերպության ղեկավար ուրեմն հետո մի պահ դուրս եկա զուգարան, հետ եմ գալիս, այս լրագրողները հասան վրես։ Հասան վրես, մեկ է սրանցից մեկը ժողովուրդ թերթի լրագրողն էր, դրանից մի քանի օր առաջ իրան ինտերվյու եմ տվել։ Ինտերվյու տալուց ասել եմ տես։ Հիմա եթե դու այդ հարցի պատասխան հարց էր տալիս, ասում եմ եթե դու այդ հարցի պատասխանը ուզում ես իսկապես լսես, ես քեզ կասեմ մի պայմանով, որ չես կտրելու։ Ասեց հա։ Հարցի պատասխանը տվեցի, Արա հետո սաղ նյութը դրել էր այդ հարցի պատասխանը կտրած։ Այս նույն լրագրողը, արա սա շատ գործնական դեմքով եկել, էլի ուզում է ինձ բան վերցնի, ինտերվյու վերցնի։ Ասում եմ լսի, դու ես լրագրողն ես, չէ՞ բա։ Ասում եմ ցավը տանեմ։ Մի անգամ արդեն խանգարել ես։ Մի անգամ արդեն կրճատել ես, խոսքի տեր չես կանգնել, խաբել ես։ Հիմա դու ո՞նց ես կարծում։ Նորմալ կլինի, որ ես քեզ իսկապես լուրջ ընդունեմ։ Ես ջանդամ, լավ, առհասարակ, էլի դու ո՞նց ես վերաբերվում դրան։ Էսի կորավ, մեկ էլ են ուս լրագրողները։ Իսկ դուք մեզ բան եք անում, քննադատում եք բան։ Արասում ցավները տանեմ։ Տիկ ջան, դու եղել ես ռեժիսորը Ֆրինյուզում ազատչփում հաղորդման քանի տարի։ Ամենասկզբից իրար հետ սկսել ենք, մի 2-3 տարի գնացել։ Նյուզը մենք իրար հետ ենք էլի բացում։ Այդ ժամանակները քանի անգամ եմ ես ասել, որ լրագրողներ ձեզ բան եմ ասում, ու եթե ձեր մեջ մեկը սրանից նեղվում է, կարող է հաղորդմանը, որ սա մեր բոլորիս հարթակն է, ի տարբերություն ձեզ, ես դա ասում եմ։ Եկեք նստեք այդ թեման քննարկենք հանրության դեմը, որ ոչ ոք չասի, մեկի բացակայության եղավ, այն մեկը առիթավորվեց կամ ու քանի անգամ եմ ասել, որ եթե դուք հրավիրեք, ես կգամ։ Հենց Արա, մինչև այսօր, այս սեղանը կխոսա իրանցից ձեզում չի։ Ախր գնել ջան, լրագրող պետք է լինի որ գա։ Դու հիմա լրագրողներին ես կաչում, մարդիկ նայում իրար դեպքին ասում բայց ով աստեղ լրագրող որ։ Մեր միջի լրագրողով իրանք դրամանեն չեն գալ։ Եթե հա լրագրող, ես գիտեմ մի քանի լրագրող մատերից վրա կարող եմ հաշվել, ուղղակի հա գիտեմ մի քանի իրոք պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք ապահովում են կապը հանրության, կառավարության եւ համաձայն կլինես իրանց հետ, բայց միևնույնն է իրանց աշխատանքը դու տեսնում ես որ աշխատել են մարդիկ, բայց այդ կապին առաջարկում է տարբերակները եւ այս կողմի եւ այն կողմի։ Ես նայում եմ, ես ընտրում եմ, ես որպես հեռուստադիտող ես ընտրում եմ իմ մեջ արդեն ձևավորվում է ինչ որ կարծիքներ, բայց մեր այս վերբալների աշխատանքը արդեն չգիտեմ, դաժե չեն ծիծաղացնում։ Ամբողջ պատերազմի ընթացքում դու ես հետևել։ Ֆրինյուզի ժամանակ հեռուստատեսություն չէր դեռ, կայք էր։ Ամբողջ պատերազմի ընթացքում ինչեր ես տեսել, հետո ես եկել քեզ ինչեր եմ պատմել։ Եթե դրանից սկսենք խոսալը իրոք, էլի մի 2-3 ժամ հեչի պես կխոսանք այդ կարգի վատ ինֆորմացիաները, որը որ մենք ստանում ենք, մենք իմիջիալոց Free-News-ը այն հազվագյուտ կայքերից էր, որը մտածեց եւ որոշեց տակ, մի րոպե ժողովուրդ ջան, քանի որ մենք չենք հասկանում, մենք հասկացանք, որ մենք չենք հասկանում ինչա կատարվում։ Ընդհանրապես ինֆորմացիա չենք ստանում։ Մենք որոշեցինք աշխատել միայն պաշտոնական ինֆորմացիայի վրա։ Պաշտոնապես սենց է հայտարարվում, ուրեմն սենց է հայտարարվում, վերջ, ուրեմն ոչ մի բան մենք երբեք մեզ թույլ չտվեցին գնալ միկրոֆոնը վերցնել, երբ որ զինվորը խրամատի մեջ բացեց, ինչ որ ցես բաներ կապիկություններ չենք արել, որովհետեւ մենք չգիտենք դա ինչա։ Ուղղակի չգիտենք։ Երբեք մեզ թույլ չենք տվել կապիկություն անել։ Դա ռեկլամ չի, դա փաստ է, ժողովուրդ ջան, նայեք Free-News-ի ամբողջ եթերները բացեք, նայեք ինտերնետում կա։ Մենք երբեք մեզ թույլ չտվեցինք ինչ որ մի հատ կապիկություն անել։ Բայց խոսքս դրա մասին չի, խոսքս այսօրվա օրերի մասին է, գնել ջան, որ մենք անընդհատ ասում էինք, չէ, այդ վաճառներից պետքա ազատվել, պետքա ձեռքազատվել, պետքա լրագրությունը սենսի, դասախոսություն էինք կարդում, ես ինչ որ բաներ, բայց մենք գնալով այդ ժողովրդավարություն չակերտավոր, եսի միջեր գնալով մենք եկանք հասանք նրան, որ այսօր կոմենտներ ես նայում, լավ մարդ իրոք ուղեղ ունի, որ հիմա ինքը սենց կոմենտ գրեց։
լրագրության մասին ընդհանրապես խոսք չկա, երբ որ երկու չգիտեմ, կենթանի բերում են, ասենք ինչ որ երկու նկար դնում վրեն, ասենց ես թափում եմ դեմքիդ բան, ասենք լուրջ ես ասում։ Ու դու այնքան տղա ես, եթե տղայական ենք խոսում, բայց այդ ամեն ինչը արվում է կամերաների մոտ։ Կամերաները ապայման պետքա տեսնել, այդ տեսեք, մենք հիմա այնքան խոսքի ճակերտավոր ազատություն ունենք, մենք այնքան անպատժելիություն ունենք, մենք այնքան սենց ես իմ ովքեր ենք, բայց իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում, եթե խորանում ես, այնա դու պատմեցիր, ամեն մեկը ով է ընդհանրապես այս կյանքում ինչ է, ով չի էլի, ինչ է։ Տիգրան, 1000 կներես մի հատ հարցի պատասխանեմ այստեղ մեր դիտորդներից։ Նոր Հայաստանի լրագրող Ռաֆայել Մնացականյանը նորմալ լրագրող է։ Ես գիտեմ ինչի մասին է հարցը։ Պրոֆեսիոնալ տղա է, ես իրան անձամբ ճանաչում եմ, իմ ընկերն է, հարցեր կան։ Ընկեր, դնենք մի կողմ, որովհետև եթե ուզում ենք օբյեկտիվ խոսանք, դա պիտի մի կողմում լինի։ Ինքը բավականին պրոֆեսիոնալ լրագրող է։ Պրոֆեսիոնալ լրագրող է, իր բաներից, եթերների, մեկնաբանությունները, որոնք որ իր կարծիքն են։ Ես շատ բաների հետ կարող եմ համաձայն չլինել, շատ բաների հետ համաձայն չլինել, բայց համաձայն չլինելու պարագայում ես չեմ կարող բորբոքվել, տես ինչա խոսում խիար, այսի կա չկա, չէ, մարդը այդ պահին կարծիքը տվյալ իրավիճակում։ Նույնը իմիջայլոց, կասեմ Թաթուլ Հակոբյանի մասին։ Ես նրա շատ մեկնաբանություններ չեմ ընդունում, բայց քանի որ ինքը աշխատում է ու իր աշխատածը դու տեսնում ես, աշխատանքը դու տեսնում, պրոֆեսիոնալիզմը տեսնում ես, երբ որ ինքը սկսում է իր կարծիքը հայտնել արդեն, ասենք քննարկի ուսումնասիրել է այս թեման, ներկայացնում է թեման ու ավելացնում է իր կարծիքը։ Այդ կարծիքի հետ ես կարող եմ համաձայն լինեմ կամ չլինեմ, բայց ես իր աշխատանքը գնահատում եմ։ Այսինքն հարցը նրանում չի, որպեսզի մարդիկ էլ ճիշտ հասկանան, հա, կներես Տիգրան ջան։ Որպեսզի ճիշտ հասկանաք, Ժորժ ջան, հարցը այն չի, քննադատում են Փաշինյանին կամ ԿՊ-ին, չեն քննադատում, չգիտեմ, հարցը բացարձակ դա չի։ Բնականաբար պիտի քննադատեն, պարտավոր են քննադատեն։ Ասեմ ավելի, ես սպասում եմ հենց քննադատություն։ Հարցը դա չի, բայց քննադատությունը հայհոյանքը չի, քննադատությունը կեղծիքը չի, մանիպուլյացիան չի, սուտը չի, սուտը ճշտիտակ վաճառողը չի, հանուն լայքերի խառախշտիկ վերնագիր դնողը չի, եւ այլն եւ այլն։ Այսպես ասած, իսկ ընդհանուր առմամբ քաղաքական ով ինչպիսի հայացք ունի, ես բոլորին հարգում եմ իրենց քաղաքական հայացքների համար, մի պայմանով, որ իրանք պիտի հարգեմ, որ ես ունեմ իրավունք ունենալու քաղաքական հայացքներ, այսքան բան, ես քաղաքացուն, լրագրողին չեմ կարող բան ասեմ, չեմ կարող, մենակ նրա համար, որ իմ սրտով չի խոսում, ես բան չեմ ասի, ոչ, բացարձակ, իսկ ով ասում, թե բոլորը պիտի դա կարակ, իշքան շատ կարծիքներ, ինքան հետակ, բայց այդ կարծիքները պիտի լինեն բարոյականության սահմաններում, պետքա լինեն փաստերով, փաստարկված, հիմնավորված, պիտի լինեն ճիշտ ներկայացված։ Հիմի օրինակ 1000 կներես, քանի որ խոսքը է Արտուրն է Ճաֆարն, ասեմ հետևյալը։ Դուրս են եկել հիմա լրագրողները, ասում են, բա բռնություն կիրառեց։ Okay, բռնություն կիրառեց։ Հիմա եկեք գնանք երեկը։ Երեկը չի խոսում այդ նույն լրագրողը։ Հիմա կամ լրագրողներ ջան, ձեզ ասում եմ, մեծ ռոպիկը մահապորցի կոչ արել իմ հասեին։ Վաղը գալու եք հետևից վաղ ուզեք։ Հիմա դնելու եք տես վերնագրով նյութեր, ասեք մեծ ռոպ մանուկյանը, չգիտեմ ինչ է։ Հարբեցող գնելին, նարկաման գնելին, նարկաման չէ, ապեր, արդեն նարկամանը անցել ենք, սպիդ։ Հա, արդեն սպիդա, հա, նարկաման եմ, արդեն ես մի տարուց ավել է, սպիդ եմ, վերջի ստադիայում եմ ու մարդիկ ժողովուրդ, մեր մեջ ասած, ուրեմն այսքան տարի ես գնելին ճանաչում եմ, մի անգամ ձևի համար չնստեց հետո Սարա խմի, չի խմում, արա հետի, չի խմում, զզվում եմ դրանից։ Մի անգամ, գոնե ձևի համար հետս նստել մի բաժակ բան խմեր։ Ծնունդներին եկել է, ծնունդ ենք արի, ասեն, կոլեկտիվով ծնունդ ենք անում, ամեն մեկս մի մատ կոնյակ, մի բաժակ ձևի համար չխմեց։ Յախ։ Գինի խմել եմ, գինի որելելա խմել եմ։ Ես դե խզիկ խմիչներ եմ կարում, թույլ խմիչներ, գինի գարեջ։ Արա, բանյոք չեմ կարում, ինչ անեմ։ Ոչ թե չեմ
Բայց զգում եմ դες բարձր գրադուս բան, որ պիտի մի բանը խմես, հետո մի ժամ սենց լինես, ինչ է։ Բայց ամեն մեկը իր ճաշակ ունի։ Ուղղակի որ այդ ամեն ինչի մեջ ես արկաշն եմ, դա ինձ բացում է։ Ու բացում է իմ մյուս ընկերներին, ովքեր ինձ ճանաչում են։ Նորմալ է։ Լավ, բարի, շարունակեմ խոսքս, Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք ինչ է կատարվում։ Ես երեկվա այդ ճակերտավոր լրագրող այդ Չախոյան Մախոյան այդ արարողությունը, որ իրանք արեցին, շատ կեղտոտ ձևով շատ։ Ուղղակի ես այդ մի պահ իրոք էլի, ես էլ ինձ մի պահ, հա, ես բորբոքված եմ, ես իմ ջղայնացած եմ ինչ որ մեկի աշխատանքի վրա դուրս չի գալի բան, բայց բերել նկարի վրա տենց ինչ որ կեղտոտ մտքերով, կեղտոտ մենք բոլորս է հասկանում ենք, չէ՞, ինչ էր ուզում։ Ասում եմ չեմ ուզում 18+ խոսամ, էլի, յանի ես հեսա այնքան կամ, դե մեր մոտ է ժողովրդավարությունա, խոսքի ազատությունա, ով ինչ ուզի կարացեց, բենիցեց թափի դուրս ու նորմալ է դա։ Վաղը մենք դա կներկայացնենք որպես ազատ խոսք, առհա ձեր բախտից։ Չի լինելու։ Հանուն ճշմարտության մի բան էլ ասեմ։ Օրինակ, այնպես է որ Տիգրանը աշխարհի ամենալավ վարչական շրջանի ղեկավարն է։ Հանկարծ չդիտարկեք, որ ասած նստած ինչ-որ բաները պաշտպան, չէ։ Ես ճիշտ է Տիգրանին ճանաչում եմ, առիթ ունեցել եմ մի քանի անգամ շփվելու, բայց մտաբար քանի որ ղեկավար պաշտոնյա շատ հարցերով էլ կարա հակառակ բաներ եղած լինի, մարդկանց գոհացած չլինի, եւ չգիտեմ, մարդիկ կան անգամ ասում են, որ խախտումներ արել ինչ-որ իրավիճակներում ու գործերը դատավորել, օքեյ, կարա ոչ մեկ երբեք չի կարա միանշանակ ընդունվի, հարցը դա չի, հարցը էստեղ շատերի վերաբերմունքն է եղածի, հասկանում եք, բան մարդու, ոսկա, ասենք օրինակ, եթե ես հիմա նստեմ ուղիղ տեղը, մի հատ իմ ուզած մեկին ընդդիմադիրներից մեր քրֆեմ, ինչ ուզեմ ասեմ, ուղիղ տեղը, ասենք թե ինքը ինձ ոչ մի բան չի արել, ու ես դուս մտել եմ, ու այդպես ինչ ուզեմ ասեմ։ Արա վաղը որ բռնի ստապի, ճիշտ չի անելու, ճիշտ է չի անելու։ Բայց ինչ անես, ճիշտ կանի։ Գնել ջան, դու ինչ գործ ունես կոնկրետ մարդու ժամանակ կարա կանգնի, ասի Օ, ինչի ծեծեցիք գների, բայց մտել եմ ընտանիքին եմ քրվել, ես եմ իզնից դուրս, այն եմ ստերի հիման վրա, ինձ մինչև ինձ անձամբ ինձ չեն կպնում, իմ սրբությունները չեն կպնում, ես չեմ անդրադառնում, ու դուք սաղըտ լավ գիտեք։ Գնել ջան, մի րոպե խնդրում եմ թող ես վերջացնեմ, ես գալիս եմ արդեն ֆինալին, ինչ որ ուզում էի ասեի, դա ինչ է կատարվում։ Ուրեմն դե այն որ Facebook-յան հարթակում եւ ընդհանրապես այս հեռուստատեսությունների մակարդակով, ճակերտավոր լրագրություն կոչեցյալների մակարդակով, որ բոլոր ինֆորմացիաները մենակ միակողմանի է, դա չի քննարկվում։ Մենք բոլորս էլ տեսնում ենք։ Ես խղճում եմ մեր ժողովրդի ականջները, որոնց ականջները ամեն օր ուղղակի բարոյազրկվում են լսելով այդ աղբը, այդ կեղտը, այդ սուտը, որը որ իրանք լսում են ու հələ մարդիկ էլ են հայտնում, որ սկսում են ինչ-որ քննադատություններ անել, բան ինչ-որ sense մտքեր հաղորդել, բանելի, բա տեսակ, բայրեք sense եղավ, բայրեք նենց եղավ։ Գիտես ինչն է ամենաաբիդնին էս ամբողջի մեջ, որ երեք մենք ունենք մի պատկեր, որտեղ նույն բադը, լավ չեմ ուզում անունել տամ զզում եմ չնայած այդտեղ անունը կոմենտներում հնչեց, ասենք, վայ, բան էս ինչ լավ բան եք անում, այս sense հիմա այսպես կեղտոտ գործ եք անում, այս մարդուն մեր հեր ընտանիք բան sense նվաստացրեցիք բան, վայ, մալադեց էլ էս ինչ ու այսօր այդ մարդը մի հատ թանթալոշ է ուտում ու ինքը ոգևոր ոնց թե այս սրբությունը այս անմեղ արարածին բան արեցիք ու այսօր ես նայում եմ արդեն ազգային ժողովի պատգամավորներն են ամեն մեկը լուր փաստորեն մեր երկրում եսի ինչ լուրջ եք ասում Գնել ջան իսկ երևի թե ժամանակն է եկել որպեսզի մենք շատ լուրջ պայքար սկսենք այս երևույթների դեմ իսկ եթե պետականորեն ինչ-որ ձև սա չի լինում ուղղակի ոնց նայում եմ այս 7 տարի է ոչ մի ձև չի կառավարվում ազատ խոսքը ոչ մի ձև չի կառավարվում ճիշտ խոսքը որ սուտ չխոսան համենայն դեպս գոնե սուտ չխոսան այմար մի խոսացեք
Բայց ոչ ասենք լկտին բերեն սրբացնեն, սրբին բերեն լկտիացնեն, ես ինչեր անսես, սա խառնել են իրար, ու երբ որ այսօր գնում են հարցազրույց են անում, չէ՞, սորաբար փողոցում հարցազրույց, մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք այդ ժողովրդի մտածելակերպը, ընդհանուր մթնոլորտն ենք տեսնում։ Ու երբ որ այդ նույն ԿՊ-ն ասում է, այս ընդդիմություն կոչեցյալը մեր համար նվեր է, ինչքան քֆուր են տալի, այնքան մեր ռեյտինգը մի քիչ բարձրանում է վերև։ Ճիշտ են ասում, որովհետև պատկերացնում եք, այն քֆուր տվողը երբեք լավ տղա չի եղել։ Մանավանդ կամերայի դեմը քֆուր ունես տալու, այդ մարդու հետ առանձնացի, մի հատ տղավարի ձեր հարցերը լուծեք։ Դրել է քֆուրներով խոսակցությունը, լրագրողներին ցույցադար բնեք, հենց ձեր մասնավոր խոսակցություն։ Լրագրողը անենց վրա տալի, անենց, գիտես ինչ, ես լրագրող եմ, անենց ասում, ես լրագրող եմ։ Հրապարակայինցի ասե, զանգել այքես բան ասե։ Բան կա, վերջում են դու են դատախազությունը կամ դատարան։ Մենացեք իրար հետ, ձեր հարցերը պարզ են։ Հրապարակային ասեինցես բան ասե, անցյալ դրելը բանը սանում, վերջ է էլի։ Գումարած նրան, որ ինձ շատ է խնդացնում ուղղակի այս ընդդիմադիր ճակերտավոր լրագրողները, որոնք ընդհանրապես լրագրողը Ժողովուրդ ջան, սենց ասեմ, պրոֆեսիոնալ նախադասություն եմ ուղղակի ուզում ձեզ ասեմ, ես ինքս մասնագիտությամբ լրագրող եմ, ու ամենաառաջի դասը, որ եղել է, ու ես այդ դասը շատ լավ սովորել եմ, որովհետև համարյա մենակ երևի նորմալ այդ դասին եմ նստել, էլի։ Լրագրողը երբեք չպետք է մեկնաբանի կամ լուր տա միակողմանի։ Լուրը պետք է լինի երկկողմանի։ Պողոսը սենց ասեց, Պետրոսը սենց պատասխանեց։ Պետրոս ձեր կարծիքը, Պողոս ձեր կարծիքը։ Ժողովուրդ ջան, այս երկու կարծիքը լսեք, գնահատեք։ Վերջ։ Հիմա նայ, բացի դա, իմ շատ լավ ավագ ընկեր, շատ հարգելի ավագ ընկեր Կարոն Հակոբյան, շատ լավ մեկնաբանություն է հենց նոր թողել Եվրոպայի հայերի համագումարի ղեկավարը։ Լրագրողը կարող է ամենասուր հարցերը տալ, բայց իրավունք չունի վիճաբանության մեջ մտնելու զրուցակցի հետ եւ իր քաղաքական հայացքները առաջ տանել։ Մեր լրագրողների ճնշող մեծամասնությունը քաղաքական պրոպագանդիստներ եւ քաղաքական ակտիվիստներ են։ Շնորհակալություն Գարո ջան այս մեկնաբանության համար եւ սա ասում եմ մարդ, ով իր ամբողջ կյանքը ապրել է արտերկրներում, հիմա էլ ապրում է օրինակ Շվեդիայում։ Հենց այս բանը կան գիտեմ, հələ որ Հայաստանում է։ Կարո ջան, հələ չես գնացել, չէ՞։ Այսօր մեր լրագրողական կոչեցյալ համայնքը նույն ասենք այն ոնց են լրագրողների միության նախագահ այն 168 ժամի Սաթիկ Սերյանյան, որը ինքը շատ ահավոր վատ պրոպագանդիստ է, ահավոր վատ, այն որ նստի երկուս էլի միանգամից, այն որ ինքը ասում է բարև ձեզ, պետք է ասես նստի երկուս։ Շաբաթը 3 հատ հաղորդում անում, 3-ի հյուրվել շարմազան եմ նա։ Ու ասենք ինչի մասին են խոսում։ Եվ Աշոչյաններ են էլ Աշոչյանին կա։ Ուրեմն լրիվ միակողմա այ տեսեք այս իշխանությունները ինչ արա, հա վատն են, սաղս էլ, հա, օքեյ, սաղ վատն են, լավ, ես մի հատ տեսակ էդ, բա մի հատ էլ հարցր ասա, այս ինչ բանը սենց է եղել, եկեք մի հատ այս կողմից էլ նայենք, այն կողմից, ու դու կոչվում ես դե ասում է ոնց որ շեֆն է, նենց էլ իր աշխատողները պետք է լինեն, հիմա նույնն են, լրագրողին ովա նախագահ ովա այն լրագրողիկները ովքեր են, որոնք իրենց բան են անում, վերապահում են այնպիսի տենց արտոնություններ, որ իրանք կարասես բան է, կամերան չէ, սոտավիով էլի լայվ ենք մտել, բա հələ մի րոպե, ես այդտեղ սենց պետք է անեմ, ոստիկանի հետ այդ ոնց ես խոսում, այ լակոտ, ուղղակի լակոտ, ես չեմ կարա։ Դες որ, կարելի է ինչ որտեղ բորբոքվել ու ոստիկանի հետ էլ կոպիտ խոսալ, այն պարագայում, երբ որ զգում ես, որ ոստիկանը անցավ սահմանները, հասկանում։ Okay, ոստիկան իր գործն անում, այ որ եկել է կպրճկել է, ով ես, բան, հələ մեկ ներկայաց, անենց հա խոսը ոնց որ իր լակոտ։ Մի օր բանը Ալաբերդի ենք գնացել, հետ ենք գալիս, արա չգիտեի, որ ապան անցել է սրոպը։ Իսկապես չգիտեի, ես դե բաները տես չեմ էլ հիշում։ Ու դե հիմա գիտես, իրաց մոտ ցույց է տալիս, ու դες կանգնած
Ուրեմն կազմակերպությունից մալ դրապան վերջը ասում նայում եմ դուք իսկապես վերջացել է։ Դե ասում եմ դե չեմ իմացել էլի որ ես չեմ առանց ապակշեմ։ Սա օրերը ավտոս չգիտեմ մեծ պորտերը ասենք ունեցա որ սա Հայաստանով քշվում է էլի։ Ոնց կարամ ես ապան տենց բաց թողնեմ դա իմ համար է հարմար երաշխիք որպես։ Դե մեկը նկարածա չի լինի այս կողմ։ Մենք ում մի խոսքով դրեցին 100,000 դրամ տուգանեցին։ Տուգանեցին սուս pasում եմ շատ կուլտուրական մարդիկ բան։ Որից հետո ես մաղթեցի բարի ծառայություն ձեզ տղերիկ ջան, շնորհակալություն ու մատրեց Լսի, հիմա սուս գրեցին այդ 100,000-ի չեկը, գրեցին բրծան ստորագրեցին ամեն ինչ նորմալ է, մեկ է սենց արես։ Այդ ժամանակ ես գիտեմ չի ճանաչել, սենց արես։ Պարոն Սարգսյան, բայց կարելի է մի հատ էլ նկարվենք, էլի։ Պասպորտը ճանաչել է։ Ասում եք նկարվենք, չեկը ձեռս պիտի նկարվեմ, որ ասում բեստում։ Չէ, իմ հետ էլ ոչ մեկ չի ուզեցել նկարվի։ Դե ռեժիսորներինը տենց է։ Դա դե որտե մենք կադրում չենք երևում։ Չնայած հիշում ես մենք իրար հետ սկսեցինք, առաջի հաղորդում մենք իրար հետ ասեցինք։ Դրան տենց են ասում։ Չնայած հա դու մեր երկու անգամ ես քեզ եմ հյուր եղել։ Այո։ Ֆրինյուզ։ Այո։ Գնացան իստոնա մենք պետք է արդեն սկսենք շատ լուրջ պայքար իրոք պաշտպանելու ժողովրդավարությունը, իրոք պաշտպանելու ազատ խոսքը։ Ժողովուրդ ջան, այսքան ասելով, խոսալով Facebook-յան լայվերով, բաներով, հա, մենք ասեցինք, մենք լսեցինք, վաղը զարթնեցինք, գնացինք ամեն մեկս մեր գործով, բայց հետո նորից մի բան լինում է ու նորից ասում եմ, երբ որ դու չես զբաղվում ես, արդեն սկսում ես զբաղվել քեզնով։ Դրա համար իմ մենք պետք է գնել ջան շատ լուրջ ձևով մի հատ մտածենք ոնց մաքրազատենք մեր լրատվական ինֆորմացիոն դաշտը կներես մի վարքան մի հատ վերջացնեմ ինչի համար եմ ասում որովհետև իմ ականջին հասել է հավաստի ինֆորմացիա այն մասին որ շատ մոտ ժամանակներս բացվելու են շատ նորաթուխ sense լրատվականներ բնականաբար անդիմադիր դաշտից ինչի համար է դա արվում մենք բոլորս հասկանում ենք 2026-ի ընտրություններից առաջ պետք է ամբողջովին դաշտը աղավաղել այսինքն մեր սովորական քաղաքացին ոչ մի ինֆորմացիա չունենա ինքը պետքա լծված իր ականջները պետքա լծված լինի սուտ կեղծ վատ այն որ Վայ քխա, էսի քխա, էնի քխա, էսի քխա, այն ում լրատվությունը ավելի շատ եղավ, այդ քխը ավելի շատ ասեց։ Սովորական մարդը մտածում ասում չեմ ուզում անունը, հա լավ, ասենք լավ, օրա դե լավ է Նիկոլը բանելի, որ սենց են ասում։ Ինքը ոչ մի բան չգիտի, ինքը ինֆորմացված չի, որովհետև ոչ մեկ իրան ինֆորմացիա չի տալի։ Ասում են քխա, վերջ, ինքը վատն է քխ։ Անկարծ իրեն չդե, բայց ով է ասում, քխն է ասում։ Որ ես բան արեցի, չէ՞, տարբերություն դրեցի։ Ես ամբողջին եի անում։ Ուրեմն Տիգրան ջան, այդ խոսքիդ վրա ես պիտի սենց մի բան ասեմ, որ մենք երբ որ ասում ենք պետք է պայքարել, ինչ-որ բան անել եւ այլն, մենք ունենք ի սկզբանե տրամադրված ենք լինում մաքսիմալիստական գործողությունների ու արդյունքների։ Այսինքն բոլորս մտածում ենք, որ մի հատ պետք է նենց քայլ անել, որ всё մատնի։ Բայց դա այդպես չի լինում։ Հիմի քաղաքական դաշտը, այսպես ասած, որ այնքան էլ քաղաքական չի բնականաբար, առաջարկում է շախմատային պարտիա քաղաքացիներին։ Դու չես կարա ձեցքի մատ անես իրանց ջրում, ճիշտ է։ Ուրեմն պետք է մենք էլ սկսենք այն ուժերը, որոնք որ առաջարկում են քաղաքացու հետ աշխատանք, թեկուզ սխալվելով, թեկուզ ինչ-որ բաներ այնպես չանելով, ամենայն դեպս նրանց հետ սկսենք աշխատել ինչ ձևով։ Տես, unboxing էի անում, կադրած ժողովուրդը, հիմա ցույց տամ, սա ինչ է։ Չնայած մի քանի բառով ասել եմ ժամանակին։ Ես քո կադրը չեմ տեսնում, դրա համար ես չեմ տեսնում ինչա կադրը։ Բայց ես կնկարեմ հանձնականով կուղարկեմ։ Այսօր արդեն վերցրեցի տպարանից,
տպած պատրաստ է, ուրեմն հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպություն, մենք նախաձեռնել ենք բաց երկխոսություն պրոյեկտը, բաց երկխոսություն առաջինը տեղի ունենալու Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում, ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի աշխատակազմի եւ իհարկե քաղաքացիների մասնակցությամբ Հայաստան կինոթատրոնում է տեղի ունենալու, օրն ու ժամը հենց հավելենք, ժողովուրդ ջան կգրենք, բանն է, դա մեր առաջին փորձն է եւ այստեղ ես չգիտեմ ինչեր կարելի է էլի նախատեսել, ինչեր չէ, գուցե մի գլուխը քիչ է, երկուսը մի քիչ շատ է, բայց ամենայն դեպս ամբողջը չի, մի խոսքով, բայց այստեղ քաղաքացիների մասնակցությունը անկալի է։ Տեսեք, ես պարտադիր բառը չեմ օգտագործում, որովհետեւ չես կարող պարտադրել, բայց եթե քաղաքացիները դրսևորեն հետաքրքրություն ու գան մասնակցելու սրան եւ տեսնեն թե վարչական շրջանի ղեկավարը իր կառավարման վերջին շրջանում ինչեր է արել վարչական շրջանում, նու վերջին շրջանում այսինքն այս ընթացքում ընտրվելուց հետո, նշանակվելուց հետո, ինչեր է արել, ինչեր է թողել, ու ինչ ծրագրեր դեռևս կան, միգուցե ինքն էլ քաղաքացիներին ասելիք ունի եւ այլն, քաղաքացիները կունենան առաջարկներ, բան, կենթանի շփման միջոցով, սա այս նախաձեռնությունը դրա մասին է։ Հիմա մենք մեր հասարակական կազմակերպությունը գնում է սրան, բայց մենք ցավոք սրտի այս պարագայում առայժմ ունենք մտահոգություն, որ 140,000 բնակչություն ունեցող Մալացիա Սեբաստիա վարչական շրջանը գուցե չկարողանա հավաքել 150 կամ 200 կամ X-ով քաղաքացիների, ովքեր իսկապես շահագրգռված են հետաքրքրվելու, ովքեր իսկապես ուզում են հասկանան, մտնեն այդ դիսկուրսի մեջ եւ այլն։ Կստացվի, իհարկե կստացվի, բայց ամեն դեպքում սա մենք նույնպես պետք է հաշվի առնենք, որ ոչ միայն ղեկավարների հոգն, այլ նաեւ բանն է, ժողովուրդն էլ երբեմն խիստ անտարբեր է։ Ու մենք այդ պարտիայում, շախմատային պարտիայում, քայլ-քայլ պիտի ձևավորենք մեր իշխանությունների համար, ընդ որում երբ կփոխվեն, ովքեր կլինեն, կապ չունի, պիտի ղեկավարների, պետական պաշտոնյաների համար ձևավորենք, թե մենք որպես հասարակություն ովքեր ենք, եւ նրանք բնականաբար կսկսեն շփվել մեզ հետ այդ ոճով, հասկանում եք։ Եթե մենք կարողանանք ցուցադրել, թե մենք որքան շահագրգռված ենք այս գործողություններում, ու նմանատիպ բաներում, եթե մենք պահանջենք, ցույց տանք, որ մենք քֆուր քյապարի կողմնակից չենք ու բռնության կողմնակից չենք ոչ մեկի պարագայում, բնականաբար նման նյութեր չեն լինի։ Եթե մենք ցույց տանք, որ մենք տեղեկացված հասարակություն ենք մեզ համարում ու ամեն ապուշ սունկ սայթի մի հատ հիմար վերնագիր, որը պաշտոնական չի, չենք բացում նայում, այսինքն իրենք կգնահատեն, որ իրենք անարդյունավետ են ու իրենց փողերը իզուր է ծախսում, ու կսկսեն իրենց խոսույթը հասարակության հետ փոխել, վերանայել, հասկանում եք, ինչպիսին կլինենք մենք, այդպիսին կլինեն ղեկավարները, դա ճշմարտությունը այն անբեկանելի, էլի։ Մի խոսքով, սրա մասին ես առանցին եթեր անպայման անելու եմ, իհարկե սա կարծեմ ինչպես կարող եք ձեռք բերել այս հրավիրատոմսից եւ ներկա գտնվել այդ հանդիպմանը ժողովուրդ ջան։ Տիգրան ջան, քեզ էլ սիրով հրավիրում ենք եւ առաջարկում ենք նաեւ հետեւյալը։ Քո բնակության վայրում վարչական շրջանում փորձիր տարածել այս թեման, ստեղծել պահանջակ, որ մի օր էլ ձեր մոտ սա անենք։ Հասկանում եք։ Ու մենք այսպես պետքա տարածվենք բոլոր վարչական շրջաններով, պիտի տարածվենք հանրապետության համայնքներով, եւ այլն եւ այդ ու արձանագրենք ամբողջը։ Ամբողջը արձանագրենք, որպեսզի վաղը միսօր երբ որ հարցեր լինի, մենք կարողանանք ինքներս էլ նաեւ օգտակար լինել ժողովրդին, թեկուզ կամավորական հիմունքներով ու գնալ ասել հարգելի համայնքի ղեկավար ջան, մեր ներկայությամբ էլ ես դու ասել, որ էսի սենց է, ու մեր մոտ էլ արձանագրած։ Հասկանում եք։ Ոչ թե ամեն մեկը իր կարծիքը առատանի կոտոշավարի։ Դա մի քիչ
Գնել ջան, ես ուզում եմ ավարտել իմ խոսքս, վերջացնում եմ, վերջ։ Ես Ժողովուրդ եմ ջան, ուզում մի հատ ուղղակի ուզում եմ մի հատ հարցը վերջացնեմ, մտորեք մի հատ դուք ձեր մեջ մտածեք, մի հատ այսպես մի բան պատկերացրեք։ Հարցը հետևյալն է. դատապարտում եք արդյոք այն փաստը, որը որ դուք այսօր տեսաք երկրորդ մասիվի նոր-նորքի այդ թաղապետարանում։ Այդ ծեծկռտուք, այդ խոսակցությունները, այդ ամեն ինչը դատապարտում եք։ Այո, թե ոչ, դուք ձեզ մի հատ պատասխան տվեք։ Իսկ հիմա հարցս հետևյալն է. իսկ կդատապարտեիք այդ նույն բանը, եթե դուք չտեսնեիք ինչա կատարվել։ Այդ մարդը սուսուփուս թաքուն մի հատ տփոց ուտեր իր ասածների, իր լեզվի համար, կամ էլ չուտեր, կամ էլ ինչ-որ ուրիշ ձև, այսինքն չիմանայինք այս ինֆորմացիան, բայց ինքը կար, կդատապարտեիք, թե ոչ։ Սա ձեզ ուղղակի հարց։ Գնել ջան, շնորհակալ եմ եթերի համար, միշտ ուրախ եմ քեզ տեսնել, միշտ ուրախ եմ քեզ լսել։ Ռոմիկին Մխիթարյան հարգանքներս, անձնապես ճանաչում եմ ի շնորհիվ քեզ, գիտես, իրար հետ եղել ենք որոշ տեղեր, գնացել ենք, տեսել ենք, ապրել ենք այդ պահերը, վերապրել ենք։ Որոնց տեղերի պատմությունը դու գիտես։ Ինչը։ Այն որ գնացինք, իշխանասար գնացինք, ճիշտ է, այն իշխանասարի բոյերի բախ։ Գնացինք, որ տղերքի տենենք, բան հասցնենք, ամեն ինչ կարենք, նկարենք, ինչը թույլատրելի էր այդ Ու գերին, ճիշտ է։ հաստրեցինք ու արեցինք ու նկարեցինք ու ցույց տվեցինք այդ ամեն Լսի, ինգեր ջան, այո, դե ասեցին որ բան։ Ուրեմն դե լսի, Տիգրան ջան, այդ պատմությունն էլ ասը մարդիկ թող իմանան, այն Ռուբեն Մխիթարյանը լացակումած նմանատիպ մի բան էր պատմում, խնդալս գալիս է։ Ուրեմն այդ որ հետ են գալիս, հիշում ես, նկարվեցինք ջան։ Հոգնացինք, դե մի քիչ արագ ենք քշում, նկարվեցինք։ Հետո բարձվում է իմ քանի որ ես շատ մի ոտս տենց դրցել ու հոգնած միշտ գալուց ոնց չլինի մի հատ կարմիր լույս էի ասում, մի հատ իմ բալերը այդ շրջանում շուտ էր վերջան։ Բարձվում է, որ իմ բալերը վերջացած են եղել ու ես նկարվել եմ քշելուց, այսինքն ես իրավունք չեմ ունեցել մեքենա քշելու ու քշել եմ, հասկանում ես։ Գործը գնում է դատարան, իսկ դա քրեական բան է ենթադրում։ Գնում է դատարան։ Դատախազը ընդեղ բան։ Դե ասում եմ ես չէ էլի որ եկել եմ ինչ որ մտանք առաջացրում, ինչ կարելի է, ուղղակի քանի որ լակոտ չէ, որ տպավորություն չլինի էլի, որ մեկ էլ լակոտ էր, ես ինչ էր էլի, բանը եկել եմ ներկայացնեմ ինչա իրականում եղել, բայց արդարացնելու համար չէ, ասենք հարգելի դատարան ինչ ասում է, այդ արեք։ Բայց պարզապես սենց եղել սիտուացիան, իշխանասարի դեպքերով պիտի գնայինք, ոնց կարանք չգնայինք, պետք էր գնալ։ Ադե պետք է որ գնել ջան, կներես պետք է ասեմ էլի, արդեն չեմ դիմանում, պետք է ասեմ։ Մեքենան պագրիշկա չուներ։ Այն մեքենան, որը անընդհատ բարձրանում դիժկեր, գանձեր, տղերքին էսկո մեկով։ Պագրիշկա ենք տարել կոտ հիշում եմ։ Չէ, կայնի էդի ոչ թե քո ավտոյով որ գնացինք էդի, այլ իմ ես եմ գնալ։ Հա իմ ավտոյով որ գնաց, եմ պագրիշկեկն պիտի տանենք, որ տղերքը սարերին հերնում, մենակ պագրիշկեկը չէ, էլի բան է։ Դե մենակ պագրիշկեկը ասեցի, մտածածն էլ ատեն հետո։ Ուրեմն ասում եմ դե սենց է եղել, սենց բան ամեն ինչ մտածեք, էլի ես եմ ինչ որ բան է։ Դատախազը այդ որ իմացավ ինքը ամենամեղմ պահանջը բան արեց 200,000 դրամ, որը քանի որ գիտեին ֆինանսական վիճակս բաժանեցին 10 ամսվա մեջ, որ ամիսը 20,000-ով բուծեմ ու բան, այն ոնց էր այդ կառույցը կոչվում, պրոբացիա։ Հա, հետո այդ ժամանակ այս դատախազին ասում եմ ընկեր պալյուբոմու 200,000 դրամը 40 բլոկ պապիրոզ էր անում, իսկ այդ 40 բլոկ պապիրոզը տղերին կինոտ ու ջրի պես էր պետք լինելու։ Իսկ 40 բլոկ պապիրոզ մեկա ստացար, ես քո քթերից կպեմ, բայց հումորով էլի, ու դատախազը ասում ախպեր,
ասում եմ բանա, գոնե երկու բլոկար, սիրտս հանգստանա, դատախազին եմ ասում, ինձ մեղադրող դատախազին, դուրսը ծխում են միտեղ այս դատավորը բանը կայացնի, էլի վիճերը։ Բայց կմբան ասում մոտը փող չկա, բակա, ասում հենց բացի։ Բացես 10,000 դրամ էր, ասի են 10,000 դրամ, Ռասիայի մոտի դատարանն։ Ասի անց են դիմացած երկու բլոկ պապիրոզար արի։ Առանց բերս սկսեցին կապտոն։ Հիմա եկե դες խնդրում եմ արդյոք դատախազի ղրկում է պապիրոզարը, բայց դու տղեկի համար այքես բան, ուրի համար չի։ Արա եկանք, անցավ մի երկու օր, իջնում եմ երկրորդ անգամ իմ մեքենայի ակումուլյատորը գողացած եմ լինում։ Բայց ինչնա, չէ, առաջինը եթերել էի արել, կհիշես, որ խնդում էի։ Արա երկրորդ անգամ որ տարան, ճիշտն ասած, դե առաջին անգամը չեմ դիմել ոչ միտեղ, բայց երկրորդ անգամը մոտս մտավախություն առաջացավ, արածում ավտոյի մեջ բաման գցած չլնեն, էլի դրանք գլխից չսարքեմ, որտեղ ես գիտեմ հետևից ծնգած է։ Ստիպված ոստիկանություն կանչեցի, որ նա ստուգեն։ Արա ուսես որ չնայեցի տենամ, ուրեմն դրան ռուչկի վրա մոտ 5,000 դրամի կոպեկ, դրան ձեռ չեն տվել։ Այնտեղ նոր լրիվ նոր մագնիտոֆոն մեքենայի համար ձեռ չեն տվել։ Բագաժնիկում ակի բան ձեռ չեն տվել, երթվում են, տարել էին ակումուլյատորը, այդ երկու բլոկ, պապիրոզը ու ակնոցները։ Արա հիմի ուշք ու միտքս այդ սիգարետն է, արա ասում ես սաղ հեչ, արա սրանց եմ իմացել, ես դատախազից երկու բլոկ պապիրոզ, ինձ մեղադրող դատախազից երկու բլոկ պապիրոզ տանամ, որ տանեմ տղեկի պոստը է դու գնալուց որ արդեն հավաքի հետել է տտեց էլի, դե երկու բլոկի համար չի գնալու բնականաբար, Ոնց որ գանտան են, էլի ամենաապիտին է։ Այդի մեր այդ իշխանասարի ժամանակն էր, որ իրար հետ գնացի։ Պրոստը որ ասացείς չէի կարա չէի էլի այդ պատմությունը։ Կային, եղել են այդ ժամանակներ, գնել ջան, ուղղակի ժողովուրդը չգիտի, չի պատկերացնում, ինֆորմացված չի, ինքը չգիտի։ Դե որտեղ մի բան անելուց sense անպայման չենք նկարել ցույց տանք։ Իսկ դա չի արվել ինչ որ մեկի աչքը հանելու համար կամ ու այստեղ հետևորդներից շատերը հենց մեզ աջակցողներն են եղել այդ հարցերում։ Այդտեղ մարդիկ են եղել, կանայք, որ կյանքում իրաց տունը երևի պապիրոզի հոտ չի եղել, եկել հասել են Բանգլադեշ սիգարետ են փոխանցել, որ ես տանեմ։ Այո, տելեֆոնը բերես տվեց, փոխանցել, այո, տեսել եմ։ Եղել է։ Այսօրվա դրությամբ որ կանեն խոսում են ես իմ ինչ արժեքներից, թող գնան այդ աղաբաղողներին գտնեն։ Դելավես սարքությունները արդեն սա ուրացած մարդիկ են ժողովուրդն ախր չէ, պետք է մի հատ շատ լուրջ մտածել գնել ջան, պետք է շատ լուրջ մի հատ փորձել այս չլրագրողական այս վիճակներից մի հատ ժողովրդին դուրս բերել, իրոք դուրս բերել։ Պետք է դրա համար, չգիտեմ, առանձին ալիք ստեղծել են, որ միայն հավաստի լուրեր, չգիտեմ, ինչ, արդեն ուղեղս չի աշխատում, այնքան բան կա մտածելու, որտեղ այս ամբողջը մտածվեց, ասես լավ էս կողքից մարդը, որ այսօր հիմա նստած ինչ որ մի հատ բանա գրում էլի, դե սենց են էլի, ինքն էլ տենց որոշեց, որ մի հատ կոմենտ անի, բայց այդ մարդը իրականությունը չգիտի։ Հետաքրքիր է, երբ որ ինքը իրականությունը տեսնա, էլ իրան թույլ կտա, ինչ որ մի հատ ախմախ բաներ գրի, էլի ինքը տենց կայացավ։ Կամ այդ նույն լրագրողիկը, որը գնում է երրաբլուրում սրբությունը սկսում է սրբապղծել ու իրան ոչ մեկ գլխի մի հատ չի բամփում ասի, այ լակոտ, դու եկել ես բամփը դառնում է դու բռնություն ես կիրառել լրագրողի հանդեպ։ Այ խորանամ ես, վայ բռնություն կիրառեցի, այ լրագրողի լեզուն 6 մետր էր, ես 2 մետր կրճատեցի ու բռնություն, դու լավ արեցի։ Այո, բայց ով է դա տեղի ունեցել նորմալություն։ Պետք է տեղի ունենա, ցավը տանեմ, որ մյուս անգամ լրագրողը իրան թույլ չտա, գնա սրբավայր ու սկսի, հələ դա ով կարա մի հատ մեկին քրփուրդ, հələ մի հեսա բռնեցինք, մի հատ ախեղ չկրակ մարդ կայնա, հələ մի հատ ասեք, Նիկոլ Փաշինյան, ես իմ ինչ, հələ դա մի հատ դու հարցերն էլ լսում ես absurd, այ դեբիլ, ինչ ես ուզում, աղջի ջան։ Էլի ասեցի աղջի, էլի փաստորեն լեզուս։ Դելա ֆիքսան
արդեն երկար ձգվեց եթե, բայց ես միշտ ուրախ եմ քեզ հետ զրուցելու, գիտես, դու լավ կանես համենաս մեր գրասենյակ ապեր։ Ես Անպայման։ իմ համար իմ գլուխը կախ, ինչքան կարում եմ, ինչ կարողանում եմ, անում Ռոման եմ, ջան, պրիվետ։ բայց ձեր ներկայությունն էլ է կարևորապես։ Անպայման։ Որովհետև բանի պետքս չի հասնում։ Մտածում եմ, եթե պիտի նոր զրույց հեծանիվ ստեղծեմ, ու մեկը այդ հեծանիվը գիտի, ինչի չեք ուզում գաք, փոխս Մենք պետքա սխեման կա, մենք պետքա այդ սխեման ուղղակի ակտիվացնենք արդեն։ Բոգը։ Այո։ Ժորժ ջան, բոլորիցս գոհ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ընկերոջս կողքին եք, շնորհակալ եմ, որ լսում եք իրեն, շնորհակալ եմ, որ бани տեղ չեք դնում, շատ լավ եք անում, էջ бани տեղ բաչի։ Լսեք, բայց որ ռուսեն ասած, делайте свои выводы։ Մենք ոչ մի բան երբեք չենք փորձի ինչ-որ ինֆորմացիա պատտատել ձեր վրա։ Ուշում եմ, բայց չեմ պարտադրում։ Այո, մենք միայն ասում ենք այն, ինչ որ կա։ Ասել, հորինել մեզանից չի, մենք երբեք մեզ թույլ չենք տվել նման ստոր ինչ-որ քայլեր, բայց հետևությունները թողնում եմ ձեզ, բարի գիշեր ձեզ, լավ եղեք։ Հաջողություն դիքսեմ, ապրես ցավը տանեմ, սպասում եմ այս քանի օրը։ Անպայման։ Լավ է։ Thank Ժորժ ջան, շնորհակալություն ձեզ էլ ռեակցիաների համար։ Պրիվետ Ռոմ ջան, պրիվետ ցավը տանեմ։ Պրիվետ բոլորին, ով էս ընթացքում էլի բարևելա ու չեմ տեսել հանկարծ ու հանկարծ։ Ահա։ Մի խոսքով հասկացաք ընդհանուր առմամբ ինչը ինչոց է, Տարոնին Չախոյան, ովքեր որ փորձում են արդարացնել, չգիտեմ, բռնությունները, ինձնից շատ բռնության դեմ պայքարած չլինի կարելի լիներս։ Ես իսկապես դեմ եմ բռնություններին, բայց բաներ կան, որ անկառավարելի են հասկանում, եք գոյություն ունեն բարոյական նորմեր ու արժեքներ, ու ես դա հազար անգամ եմ ասել։ Սա մեկ։ Երկրորդ, եթե մի բանի ուզում եք ծանոթ անեք, փորձեք խորքից թեման ըմբռնել։ Սա երկու, երեք։ Եթե դատապարտում եք, ապա դատապարտեք նաև նրա դպրոց ներխուժումն ու երեխաներին ահաբեկելը, էլ չեմ ասում այդ վայրերում նույնպես իմիջիայլոց, մանիպուլյացիան ինչու՞մն է նաև, հա, Արտուր Չախոյանին ինչ բան ասեցի էլի, չի տպավորում։ Բանա, խնդիրը այսպեսինն է, ես մի քանի օր առաջ Ֆրինուզով ազատ շփման ժամանակ ձեզ ասացի, որ պատրաստվում են, մի քանի օր առաջ եմ ասել, երբես ամեն ինչը չկա, պատրաստվում են որոշակի բաներ, կեղտոտություններ ու խուլիգանական դրսևորումներ, որոնք որ հստակ կառավարվելու են ու ընդհուպ միջև նման խուլիգանական դրսևորումներ անողները ապահովագրված են լինելու, հա, կներեք, Տարոն չի, լավ, Արտուրա, հա, խառնում եմ, ապահովագրված են լինելու բանից, փաստաբանները նրանց աջակցելու են անվճար։ Սա ես ընթերցել եմ ձեզ համար, դուք տեսել եք երևի շատերդ այդ եթերը, դրանք հստակ տվյալներ են, որը ձեռքներիս տակ հայտնվել է, ու ահա խնդրեմ առաջին ծաղիկները արդեն։ Եվ երկրորդ Մեսրոպիկը, դա այն հանցագործն է, ով մահափորձ առաջարկել անել իմ նկատմամբ, հետո 6-րդ վարչությունը ասաց, որ իրենք զբաղվում են, իրենք են հենց կանչելուց, ասացին, որ իրենք ամեն դեպքում զբաղվում են ու դաստիարակչական աշխատանքներ կտանեն, դաստիարակչական աշխատանքները հասան նրան, որ մարդը այսօր ավականի է ու գնում կանգնում ստեղ, այնտեղ լեզվին է տալիս, այսպես ասած, բայց ես դրանից չեմ զարմանում, որովհետև իա Թևանյան Անդրանիկը, իա իրա թիմը, որովհետև Թևանյան Անդրանիկը այդ են երևույթն է, ով որ Մոսկվայում, լավ, հələ Մոսկվայում քարը իրա գլուխ, հաղորդման ժամանակ ադրբեջանամետ էքսպերտների չրթքակոշիկներն էր լիզում ու դանոս էր տալիս երկրի ղեկավարության ասեցին, Անդրանիկ Թևանյանը Հայաստանի Հանրապետության անկախությունը ոչ մի կերպ արժեք որպես արժեք չգնահատող Քոչարյանի քաղաքական սանիկն է, Քոչարյան Ռոբերտի վերջին հարցազրույցն էլ տեսակ դե ամեն ինչում հայերն են մեղավոր, ինչպես ասում է Ալիևն ու Քոչարյանը, մի խոսքով այս տեսակի հանդեպ ու իրենց
լկտի, լպիրջ պահվածքի հանդեպ, երբ որ մարդը մի հատ քայլի է գնացել, ելի եմ ասում, ես չեմ գովաբանում այդ կալը, բայց փորձեք օբյեկտիվ դատել ու ժողովրդավարության բաստիոնը չհիշել միայն այն ժամանակ, երբ որ ձեր պոչն է տրորվում։ Ինչ գրություն է շրջված, Կարո ջան, ճիշտն ասած չհասկացա ինչի մասին է խոսքը, լավ։ Ընդհանուր առմամբ հասկացաք, ինչն ինչոց է, ժողովուրդ ջան, դեռ կխոսենք, դեռ շատ բացվելու է, Քոչարյանի հարցազրույցները շատ այս ամբողջ շաբաթը քննարկելու ենք, այնպես որ արդեն 2 ժամ է եթերում ենք, եկեք այսքանով եզրափակվենք, սահմանափակվենք, բարի գիշեր ձեզ, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար։ Հա, էսի, այսինքն հիմա որ ես ցույց եմ տալիս, հա, հայելատիպ է։ Ես կնկարեմ կուղարկեմ PDF-ը։ Շնորհակալություն, իսկ այս ծրագրի մասին ավելի մանրամասն կասեմ, օրը ժամը հենց ֆիքսենք, ժողովուրդ ջան, պիտի խնդրեմ ձեր ակտիվություններից։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։